Ողջույն սերի ընկերներ, շնորհակալ եմ, որ հետևում եք ինձ, ողջույն եւ բարի լույս Երևանում, իսկ բարի ուշ գիշեր Լոս Անջելեսում։ Գիտեմ, մի քիչ անհարմար ժամանակ է գուցե լայվ գնալու համար, Հայաստանում աշխատանքային ժամ է, Լոս Անջելեսում ուշ գիշեր է, բայց դե վաղը մեր մոտ աշխատանքային օր էր, կարծում եմ սա միակ հնարավոր պահն էր, որ կարող էի օգտագործել լայվ գնալու համար եւ անդրադառնալու ուրեմն երեկվա թե Իշխան Սաղաթելյանի հարցազրույցին եւ դրանից հետո ուրեմն Էդգար Ղազարյանի կողմից դրան ցուցաբերված ուրեմն արձագանքին։ Իհարկե գիտեմ հիմա նաև ազգային ժողովի նիստ է ընթանում, հավանաբար շատերն այլ հետաքրքրված են այդ նիստով, բայց ամեն դեպքում հիմա հույս ունեմ որ կհետևեք, իսկ եթե հիմա ժամը չունեցաք հետևելու, ավելի ուշ հավանաբար ժամը կունենաք հետևելու ու նաև պիտի խնդրեմ հնարավորինս ոչ միայն կիսվեք այս տեսագրության, որ օգնում է դրա տարածման, այլ նաև ձեր լայքերը, կոմենտները, դրանք բոլորը օգնում են, որպեսզի Facebook-ը նաև օգնի, որպեսզի այս նյութը ավելի շատ հասանելի դառնա ուրիշներին եւ իմ ընկերներից ավելի շատ մարդիկ կարողանան տեսնել, լսել եւ ամեն դեպքում նպատակը ժողովրդին իրազեկելն է, իրենց ուրեմն բացատրություններ տալն է։ Եթե հետևած լինեք ուրեմն իմ գրառուներին, վերջին մի քանի օրերի ընթացքում ես հայտարարեցի, որ գրառուների շարք եմ սկսում եւ սկսեցի ժողովրդին էշի տեղ դնելու նուրբ արվեստը խորագրով։ Իհարկե, վերնագիրը կարող է մի տեսակ այդպես վիրավորական թվալ, դրա համար ես նախորդ ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից, նպատակը բնականաբար ժողովրդին թիրախավորելը կամ վիրավորելը չի եղել, սա որպես կատակ կարելի է ընդունել խորագիրը, բայց այդ խորագիրը ես չեմ ընդունել, այդ բնութագրումը ես չեմ տվել, այդ բնութագրումը ես վերցրել եմ Նարեկ Մալյանից, քանի որ նա էր Հայաստան դաշինքի մեղադրել, որ ժողովրդին էշի տեղ են դնում, սա ուղղակի իր բառա արտահայտություններ, որ օգտագործել է իր Facebook-յան գրառման մեջ եւ ուղղակիորեն վերցրել եմ ես Նարեկ Մալյանից ժողովրդին էշի տեղ դնելը եւ փորձել եմ ապացուցել, թե իսկապես ով է ժողովրդին էշի տեղ դնում Հայաստան դաշինքը, թե այն մարդիկ, ովքեր մոտավորապես փետրվարից սկսած մեծ թափով փորձում են ամեն կերպ ստեր տարածելով, կեղծ օրակարգ գեներացնելով, սրան նրան թիրախավորելով, մեղադրելով ժողովրդին պարզապես էշի տեղ դնել եւ սուտ ասել, սուտ խոսել եւ կեղծ օրակարգ առաջ տանել եւ հիմնականում իրենց նպատակ հետապնդել։ Եթե չեմ սխալվում, այդ խորագրով մի 7-8, եթե չեմ սխալվում, գրառուներ էի արել, մտածում էի ավարտել, որտեղ արդեն կարծում շարունակելը մի քիչ կարծեմ բան է լինում եւ ամփոփեի հիմնականում, բայց երեկվա ուրեմն Էդգար Ղազարյանի լայվը լսելիս, իդեպ ես պարտավոր եմ այդ լայվերը լսել, այդպես չի որ ցանկությամբ սիրով եմ գնում լսում, բայց որտեղ ինձ համար հետաքրքիր է թե իրենք ինչ են ասում, քանի որ պետք է նաև իրենց պատասխանել, վերջնաշով իր Facebook-ի մեջ դժբախտաբար 10,000 հոգի մարդ նայում է, հետո տարբեր կայքեջեր դրանք տարածում են, ժողովուրդ ամեն դեպք լսում է եւ անհրաժեշտ է որպեսզի լսել եւ հիմնականում դրանց ուրեմն պատասխանել։ Երբ Էդգար Ղազարյանի լայվը լսեցի, մտածեցի դեռ բավական թարմ, այսպես ինչպես այսօր էլ գրել էի, նոր համարների համար նյութեր կան ժողովրդին էշի տեղ դնելու համար եւ փորձեմ հենց Էդգար Ղազարյանի այսօրվա Հայաստանի ժամով երեկվա այդ լայվից հատվածներ հանելով դուրս կրկին խոսենք այն մասին, թե սրանք ինչպես են ժողովրդին էշի տեղ դնում, պատկերացնում են ժողովուրդը ոչ հիշողություն ունի, ոչ ուղեղ ունի, ոչ մտածելու կարողություն ունի, պարզապես ժողովրդի շատ ներողություն եմ ժողովուրդը էշի տեղ են դնում, ոչխարի տեղ են դնում, փորձում են ձեզ ինչ-որ ստեր հրանցնելով, ինչ-որ բանի մեջ համոզել, որ իրենք պոպլոսը գիտենք իրականությանը չի համապատասխանում։ Ես այն ձևաչափով պիտի առաջնորդվեմ, որ ինքն էր առաջնորդվել, այսինքն ինչ-որ հատվածներ էր միացնում Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից, փորձում էր դրանց արձագանքել։ Իհարկե իր լայվը, որ ունեցել է Facebook-ում, մոտավորապես 1 ժամ 13 րոպե, եթե չեմ սխալվում։ Եթե ես ուզենայի, կարող էի, անկեղծ եմ ասում, կարող էի ինձ այդ 1 ժամ 17 րոպեն կետ նախադասություն րոպե հեռարձակել, կանգնեցնել, պատասխանել, արձագանքել, բոլորի համար ես ձեզ վստահեցնում եմ, որ կա շատ տրամաբանված հիմնավոր պատասխաններ, բայց կարծում եմ անիմաստ գործ է լինում, տնայնախ ձեզ այդպես ասած համբերատարությունը չպետք է չարաշահեմ։ Հիմնականում ես գրառումներ եմ այստեղ արել, հանել եմ այն բաժինները այդ հարցազրույցից, որոնք տեղավորվում են հենց այդ ժողովրդին էշի տեղ դնելու նուրբ արվեստի տրամաբանության մեջ եւ փորձեմ հենց այդ հատվածներից հիմնականում օգտվելով մի շարք բացահայտումներ անել։ Իհարկե այդ ընթացքում կարող է որոշ թեմաներ նաեւ դուրս լինեն, ամեն դեպքում կլինի, բայց կփորձեմ որքան հնարավոր ավելի սահմանափակ լինի խոսքը եւ ավելի, այսպես ասած, կարողանանք շուտ տեղ հասնել եւ ավարտել, շատ երկար ուրեմն չլինի։ Բայց մինչ այդ մի հետաքրքիր այդ ժողովրդին էշի տեղ դնելու թեմայի շուրջ մի բան հիշեցնեմ ձեզ։
Ուրեմն եթե հիշեք, ուրեմն Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ դաշինքների միջև մի հատ քննարկման նիստ ունեցավ անցաչափ, դրանից հետո ցուցակներ հրապարակվեցին։ Հիմա հիմնականում այդ ամեն ինչին դուք տեղյակ եք, ավելի շատ հետաքրքիր մի դեպք տեղի ունեցավ, գուցե շատերի ուշադրությունից վրիպած լինի։ Էդգար Ղազարյանը եւ Հայաստան դաշինքը հրապարակեց իր ստորագրությունների ցուցակը, Էդգար Ղազարյանը ողջավորությամբ հրապարակում արեց, որ ողջավորված, որ այո Հայաստան դաշինքը միացավ, շնորհակալ ենք, ուրեմն հիմա այսքանը մնաց 28 հատի խնդիրն է լուծվեց ու այսպեսի գրառում էր արել, որ հիմնականում ճիշտ էր, որտեղ նրանք միացել էին։ Բայց քիչ անց ըստ էության կարծես Նարեկ Մալյանը կամ պատվիրատուներ, ովքեր իրեն վճարում են կամ պատվիրում են այս աշխատանքի համար, նշեցին, որ ընկեր ինչ ես անում, այս հավանաբար աշխատավարձ պահելու ենք չենք վճարելու, այս ուղղությամբ պետք է թեզ առաջ տանես, որ չեն միացել եւ ես ուղղությամբ առաջ գնանք։ Ու անմիջապես մի քանի ժամ հետո իր դիրքորոշում փոխեց, որ ես գալատ եմ արել, սխալվել եմ, այդպեսի բան չի ելել, սխալ եմ հասկացել, չեն միացել ու հետո սկսեցին հիմա չմիանալու կապակցությամբ իրենց պատմությունները հորինել։ Հենց այստեղից կարծում եմ առաջին ժողովրդին էշի տեղ դնելու նուրբ արվեստի առաջի համարը կարող է հենց այստեղից քաղել, երբ կանգնած ողջավորությամբ իրենք ասում են, որ այո Հայաստան դաշինքը միացել է, այդ ձևաթուղթը, որ ստորագրել են, նույն ձևաթուղթն է եղել, ինչ տարբերություն կա հիմա առանձին ստորագրեն, նույն թուղթի տակ, նույն համարի շարունակության մեջ ստորագրեն, անկեղծ ասած ոչ մի օրենսդրական կետ դրա մասին չկա։ Էդգար Ղազարյանը եթե ունի որևիցե կանոնագրային կամ օրենքի կետ այդ կապակցությամբ, որ եթե նախաձեռնություն կա, բոլոր այդ պահանջված ստորագրությունները պետք է համարակալված լինեն, համարները շարունակության մեջ պետք է լինեն, թող ցուցադրի եւ ասի ահա այսպես է, բայց որքան ես գիտեմ, որքան հետարկվել եմ, հարցրել եմ, տեղեկացել եմ, նայել եմ, այդպիսի օրենք չկան։ Անհրաժեշտ է ստորագրությունները այո, կարող են լինել մեկ էջի վրա, բայց կարող են լինել առանձին խմբակցություններ, իրենց առանձին ստորագրություններով միանան, թերթիկը կցեն այդ նախաձեռնությանը, այնպես որ այդ ստորագրությունների գումարը հասնի այն պահանջված ստորագրությունների թվին, որը անհրաժեշտ է։ Նույնիսկ եթե 36 ստորագրություն է լինում, կարելի է 36 տարբեր թղթի վրա 36 մարդ կարող է ստորագրել, առանձին կերպով իր այդ ստորագրությունը թղթի վրա բերի ներկայացնի, դա կցեն նախաձեռնությանը եւ տանել ներկայացնել, եւ որևիցե բան այդտեղ չի փոխվելու։ Էդգար Ղազարյանը շատ լավ գիտի, հենց դրա պատճառով էր, որ ողջավորությամբ խոսում էր միանալու մասին, բայց դե հետո էլի ժողովրդին պարզապես էշի տեղ դնելով փորձեցին խաբել, որ չեն միացելու արդեն շարունակությունը դուք գիտեք թե ինչ է կատարվում։ Սա առաջին համարը։ Իսկ հիմա փորձեմ հենց իր հարցազրույցից հատվածները միասին լսենք, իհարկե մի քիչ գիտեմ ձանձարի գործ կարող է լինել, բայց դե ինչ արած, պարտավոր ենք միասին լսել եւ պատասխանել դրանց։ Ես սկսեմ հենց մոտավորապես սկզբից։ Ներողություն, ես արագացված էի լսել որոշ հատվածներ, բերեմ նորմալ հարակության վրա։ Ահա, եղավ։ Ինչ էր ասում Էդգար Ղազարյանը այս սկզբում։ Ասում է, որ պետք է տարբեր տեսակետները ներկայացվեն, տարբեր տեսակետները փոխանցվեն ժողովրդին, տեսախցիկների առաջ մեկ տեսակետն ասեն, դուք իրենք հակառակ տեսակետն են ասում, մենք գնանք մեր տեսակետն ասեն, ժողովուրդը պետք է երկու տեսակետների հետ ծանոթանա, երկու տեսակետների մեջ ժողովուրդն է, որ պետք է որոշի ով է ճիշտ ասում, ով է սխալ ասում։ Շատ գեղեցիկ ժողովրդին էշի տեղ դնելու նուրբ արվեստ է։ Ինչու դուք ձևաչափին չեք հետևել հարգելի Էդգար Ղազարյան եւ Նարեկ Մալյան։ Ես առաջիններից եմ եղել, երբ հենց փետրվարից հետո, երբ դուք այս օրակարգը գեներացրեցիք, սկսեցիք դրա մասին խոսել եւ այն ժամանակ տեխնիկական հիմնական իրավական հիմնավորումներն եք բերում, ես այս նույն իրավական հիմնավորումներով ապացուցեցի, որ այս գործընթացը ընդհանրապես գլուխ կացող գործընթաց չի եւ ապացուցեցի, որ Նիկոլ Փաշինյանն ունի անսահմանափակ հնարավորություններ այս գործընթացը կասեցնելու եւ զերո հնարավորություն կա, որ այս գործընթացը կարող է ազգային ժողովում ընդհանրապես քննարկման դրվել, քննարկման դեպքում էլ հաջողության հասնել։ Եվ հրավիրեցի ձեզ բանավեճի, ասեցի ձեր ցանկացած հարթակում, ձեր ցանկացած ձևաչափով, որտեղ, ինչ ժամի, ինչպես, ինչ կարգով, ինչ ձևով որ ուզում եք, ես պատրաստ եմ գալ նստել ձեզ հետ բանավիճել։ Տեսակետները շատ սովորական քաղաքակիրթ, դուք ձեր տեսակետներն ասեք, ես էլ իմ տեսակետներն ասեմ, կամ իմ նմաններ, հիմա միայն ես էլ չէ։ Թողեք ժողովուրդը որոշի, ով է ճիշտ ասում, բոլոր հիմնավորումներին ծանոթանա։ Ընդառաջեցիք։ Չէ։
Փոխարեն ինձ կոչեցիք զազրախոս, հետո ինձանից ռեզումե պահանջեցիք, ասեցիք դե գրի դել հա տեսնեմ դու ով ես, ինչ ես, որտեղից ես, ինչ գործի ես, ինչ քաղաքացիություն ունես, 1001 պայման դրեցիք ինձ հետ խոսելու համար։ Ես ասեցի, ես պարզապես մի հատ հայ եմ, որ հետաքրքրված եմ այս հարցով, կրթությամբ էլ ինձ կոտրավեց ձեր կրթություն ունեմ։ Ու ձեր չափել հավանաբար տիրապետում եմ նույն համանadrությանը եւ ազգային ժողովի կանոնակարգին, որ դուք եք տիրապետում։ Բայց ձեր կողմից զրո արձագանք եղավ, չուզեցաք։ Իսկ եթե նայում ենք վերջին փետրվարից հետո ընդհանրապես ձեզ այդ փոխկապակցված զանգվածային լրատվամիջոցները միայն ձեզ են հնարավորություն տվել մտք արտահայտելու, տեսակետ արտահայտելու։ Այն լրատվամիջոցներում, որտեղ դուք հիմնականում գնացել կանել խոսացել եք իմպիչմենտի մասին, 0 խնդրում եմ վերեք ինձ ցույց տվեք։ Հակառակ տեսակետ կա ձեր տեսակետին։ Մեկի հրավիրած լինեն, որպեսզի ձեր տեսակետին հակառակը մի բան ասի, բանավեճ կազմակերպած լինեն։ Պատիվ հայելի կայքեջին մեկ հատ բանաձև տիկին Անժելա Թովմասյանը կազմակերպեց, բանավեճ կազմակերպեց, դուք էլ մասնակցեցիք, բայց դե մյուս կողմում պարոն Ռուբեն Հակոբյանը ինձ համար չափազանց հարգելի է սիրված անձնավորություն, բայց անկեղծ ասած այն իրավական հարցերը կամ այդ բանավեճ այն իրավական բանավեճը չէր, որ ես կարծում եի դուք պետք է այդտեղ գնաք եւ մասնակցեք։ Դե ոնց այդ բանավեճի ընթացքում է ձեր բոլոր թույլ կողմերը Երևան եկան եւ պարոն Հակոբյանը կարողացավ ձեզ այդպես ասած տեղը նստեցել, բայց այնուամենայնիվ այն պատկերացում, որ ես ունեի բանավեճից տարբեր է։ Հետևաբար ով կխոսի երկու տեսակետ ներկայացնելու եւ ժողովրդին թույլ տալու, որպես երկու տեսակետների մեջից ինքը որոշի ով է ճիշտ ասում, դուք մեկը կարծում եմ իրավունք ունեք այդ մասին ընդհանրապես խոսելու եւ տեսակետ հայտնելու։ Անցնենք առաջ։ Ահա, ես նույնն էի ասում։ Ես այստեղ պահեմ եւ հիմա կանցնեմ այս բաժնին։ Հիմա հետաքրքիր է, որ իմ համար շատ հետաքրքիր է Նարեկ Մանյանը ինչ հանգամանքով է, նամակատար է, փոստատար է, սուրհանդակ է, ինչ է, որ պետք է նամակը վերցնի, տանի մեկից ստորագրություն առնի։ Ինչ պատասխանատվություն է կրում այս գործընթացի մեջ։ Երբ ասում եք դուք կապ ունեք, ասում են չէ, մենք ոչ մի բան չունենք, մենք միայն նախաձեռնողներ ենք եղել, տեսակետ ենք հայտարարել, նամակ են գրել, պատիվ ունեմ այս նախաձեռնության։ Պատիվ ունեմ ինքը չի կարող, ինչպես որ պարոն Աղվան Վարդանյանն էլ ասեց, նրանք չէին կարող վերցնել այդ նախաձեռնությունը գալ Աղվան Վարդանյանի գրասենյակը վերցնել։ Ինչ հանգամանք ունի Նարեկ Մանյանը, որ պիտի գնա դիմի падգավորների պահանջի, որ դուք եկեք մի հատ ուրիշ падգավորի նախաձեռնության տակ ստորագրություն գրեք։ Դա հարց է, չէ՞։ Պատասխանեք, ինչ հանգամանք է յանից ներկայացնում Նարեկ Մանյան։ Նախաձեռնողում այդ արթուն ենք շարժումը բանը։ Մի հատ կասեք անդամները ովքեր են։ Մի հատ անդամների ցանկ հրապարակեք, իմանանք բացի ձեր երկուսից ուրիշ ով կա։ Կամ էլ 23-ում հանդիպում ենք, ես ինչ գիտեմ, այս ենք խաղում, այն ենք խաղում, ձերքի գնդակ ենք խաղում, գարեջուր ենք խմում, սիգար ենք ծխում, զրուցում ենք, լավ, մի հատ նկար հրապարակեք, տեսենք ովքեր կան այդտեղ, քանի հոգի եք այդ արթուն ենք շարժում, այդ շարժումը թարապես քանի հոգուց է բաղկացած, լավ, ուրիշ հասարակական կազմակերպություններ կան, շարժումներ եղել, մարդկանց տեսել են, միասին եկել են նստել են, հարցազրույցներ են տվել, ասուլիսներ են տվել, գիտենք ով է, ով ինչ հանգամանք ունի։ Այս արթուն ենք շարժումից միայն ձեր երկուսին ենք տեսել։ Մեկը դարձել է իրավական հարցերի խորհրդատուն, անդադ եթեր է մտնում, այն մեկն է նամակը ձեռք առած, այս մեկը վազում ստորագրություն հավաքելու համար։ Մի հատ մեզ հանգամանքները ճշտեք, ասեք, ով ինչ է, ինչ հանգամանք ունի, ինչ պարտականություն ունի այստեղ։
Իսկ ես ասեմ մեկ ուրիշի դեպքում եմ ես տեսել, իդեպ հենց այսօր խոսք ինչի մասին է, բողոքում ասում է ինչու Աղվան Վարդանյան Նարեկ Բալյանին ընդունել է սպորտային շապիկով, հանդերձանք ունեցել պաշտոնական ազգային ժողովի գրասենյակում նստած։ Լավ, լուր չեք իսկապես։ Բայց դուք չեք նայել Նարեկ Բալյանի մյուս լայվը, որ գնացել է Հայկ Մամիջանյանի գրասենյակը։ Այդտեղ Հայկ Մամիջանյանը ոչ միայն սպորտային հեզբանատիպ շաբիքով է, այլ սպորտային տապատով է։ Մի պատկերը նայեք, այնտեղ տապատներն են նույնիսկ Հայկ Մամիջանյանին մասամբ սպորտային։ Մի քիչ որ ուշադիր նայեք, իմ ասածը կնկատեք։ Լավ, ախր ինչի տեղ պիտի դնեմ ես ձեր հայտարարությունը։ Գիտեք, այս այնց հետո ընդհանրապես այս լայվի լսելը կարծում եմ շատերի համար պետք է անիմաստ լինի։ Գիտեք, հիմարություն, չգիտեմ ինչ պետք է ասեմ այս մարդկանց ասածը։ Երբ հենց սկզբից իրենց նախաբանը դնում են մարդու հակու կապի վրա, հակոստի վրա, չնկատելով որ իրենց հենց թիմակիցը գնացել է իրենց պատվիրատուի հետ հանդիպել, այ պատվիրատուն նույն հակոստն հակացել է, ինչ որ այդ Աղվան Վարդանյանն հակասել։ Հետո ասում են մենք մարդկանց թիրախավորելու նպատակ չունենք։ Ժողովրդին պարզապես էլի էշի տեղ են դնում։ Պատկերացնում եմ, որ ժողովուրդը M վիդեոն հավանաբար չի նայի կամ նայելուց ուշադիր չի լինի, բայց դե մենք նայում ենք, տեսնում ենք, ուշադրություն ենք դարձնում։ Ընդհանրապես այդտեղ ոչ մի բան չկա, որտեղ պաշտոնական նիշ չի, այդ նիստի ժամանակ գրասենյակում մարդը հանգիստ է եղել, այդպես լինի, ինչպես որ պարոն Հայկ Մամիջանյանը հանգիստ է եղել, այդպես լինի։ Բայց հետաքրքիր է, որ Աղվան Վարդանյանին տեսնում են, օրինակ Հայկ Մամիջանյանին չեն տեսնում, հետո երբ վերում են Աղվան Վարդանյանին, փորձում են հայմատել, ես իշխեմ Արսեն Թորոսյանի հետ։ Ասենք առաջ։ Բողոքում է, որ Էդգար Ղազարյանը, Աղվան Վարդանյանը չի ցանկացել հանդիպել կամ պատրաստ չի եղել հանդիպել ես չգիտեմ իմ այս խնդիրը ինչպես դիլուսիան սերտին կարծես Էդգար Ղազարյանի բաժինները չի լսվում դժբախտաբար ես փորձեմ ուրիշ միջոցով միացնել որպեսզի ուղղակի ավելի լավ լինի մի վարքյան շատ կներեք սերինքերներ ես կարծեմ կարողանամ որտեղ կոմպյուտերից էի միացնում այսպես ավելի հեշտ է լինում օքեյ կարծում եմ այսպես բան Այսօր ես չնախատեսված ուղիղ եթերով եմ ձեզ անհանգստացնում փորձեմ իհարկե լինել հնարավորինս դնես նաև այս նույն նախաձեռքը չէ որ դա վերաբերում այս նախաձեռնությանը եւ Աղվան Վարդանյանը Ուրեմն, այստեղ խոսում եմ ասանից հետո արդեն կարծում ձայնը կարողանաք լսել իրեն, է։ Ուրեմն բողոքումը, որ Աղվան Վարդանյան ասել է, որ ես պատրաստ չեմ քեզ հետ այս հարցը քննարկեմ կամ Նարեկ Մալյանին չի ընդունել, ասել Հայկ Մամիջանյանը ընդուզումա կա։ Քիչ առաջ բացատրեցի, հիմա հետաքրքիր է, որ իրենք կամ հենց ինքը Էդգար Ղազարյանը քիչ առաջ էլ բացատրեցի, որ երբ ես իրեն բանավեճի առաջարկ էի տվել, խնդրել էի, եկ նստենք, քննարկենք, խոսենք, բացատրվենք միասին ժողովուրդը տեղյակ լինի, պատրաստ չի եղել մի հատ սովորական մահկանացու հայի հետ, սպիլկահայի հետ, ով նաև տիրապետում է թեմային, նստի բանավեճի։ Հիմա դժգոհում է, որ ինչու օրինակի համար Աղվան Վարդանյանը Նարեկ Մալյանին, որից հանգամանք չունեցեց հարցում, չի ընդունել կամ պատրաստ չի եղել ից այդ քննարկել, որտեղ շատ բնական է, սա երկու խմբակցությունների միջև եղած հարց է եւ այդ երկու խմբակցությունները կարող են լեզու ունեն, կարող են միմյանց հանդիպել, ունեն իրար հետ շփվելու, հանդիպելու ձևաչափ եւ ընդհանրապես կարիք չկա այդ մեջտեղը սուրհանդակ, այստեղ ուտեղ ուղարկել շատ ավելի հիմա ժամանակակից աշխարհում սուրհանդակներ ուղարկելուց ավելի հեշտ միջոցներ կա։ Դե գիտեք, այսօր Միացյալ Նահանգների ու ես գիտեմ Իրանի խնդիրը չի կամ Իրանի Իսրայելի խնդիրը չի, որ իրար հետ չեն շփվում, պետք է միջնորդներ լինի։ Մարդիկ իրար հետ շփվելու հնարավորություն ունեն, կարող են հանդիպել իրար հետ ուղղակի
ուրեմն խոսեմ։ Ես շատ կետերը չեմ անդրադառնա, որտեղ ռոպեներ եմ այստեղ նշել, կգնամ առաջ, որպեսզի հետո այդ ռոպեների վրա Էդգար Ղազարյանի ուրեմն որոշ մտքերին անդրադառնամ եւ խոսենք դրա մասին։ Միտեղ շատ հետաքրքիր այստեղ մի բան արտահայտում ինքը հրաժարվել է ընդհանրել ընդգծելով ապացուցելով, որ իրենք այդ նախաձեռնությանը չեն միացել եւ այն ինչ որ ներկայացնում է դրա հետ բացարձակապես որևէ կապ չունի։ Նա նաև ասել է, որ չի ցանկանում խոսել Նարեկ Մայլյանի հետ, այսինքն քաղաքացիների ընդունելություն, այս ձևաչափը գոյություն չունի մեր գործընկեր պատգամավորների համար, իրանք ութ գիտեք, որ դեպքում կարող է շատ հանգիստ լինել, եթե պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունից պատգամավորներ դուրս չգային, կամ եթե դուրս գային, նրանք իրենց մանդատը դնեին եւ նրանց փոխարեն պատգամավոր լինել այլ մարդ, եթե իշխան Զաքարյանը, որը լքել է պատիվ ունեմ խմբակցությունը, բայց մնացել է պատգամավոր, պատիվ ունեմ խմբակցությունը պահանջել, որ նա մանդատը վայր դնի եւ նրան փոխարեն այլ մարդ ընտրվել պատգամավոր, իրենք էլ պահանջեին նույն անել։ Ուրեմն այս ռոպեները մի քիչ այսա բաղանում, ուրեմն բարձրացուցի ժամանակ ժողովրդին էշի տեղ դնելու մյուս պարագաներից մեկը այնտեղ, որ խոսում է ստորագրությունների թվի մասին Էդգար Ղազարյանը եւ ասան նույն բան ասում, որ 54 ստորագրություն է հարկավոր ուրեմն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Այս թեմային ես բազմաթիվ անգամներ ժողովուրդ ջան ես անդրադարձել եմ, ելի եմ ուզում ասել, որ այս մարդիկ շարունակում են ձեզ ուրեմն էշի տեղ դնել եւ ձեզ ուրեմն սխալ տեղեկություններ փոխանցել։ Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ընդամենը 36 ստորագրություն, անհրաժեշտ է 36 ստորագրություն նախաձեռնությունը սկսելու համար։ 54 ստորագրություն կարիք չկա ազգային ժողով մուտքա գրելու համար։ Այդ 54-ը չգիտեմ որտեղից ով է տխել, ով է բերել դուրս, այն օրվանից սկսեց այդ 54-ը շրջանառության մեջ դրվել եւ Հայաստան դաշինքը շատ հստակ կերպով ուրեմն հարց դրեց, որ մենք ժամկետների խնդիր ունենք եւ պիտի իմանանք, որ ինչա կատարվում։ 54 ստորագրություն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ որ դու ուզում ես ազգային ժողովում քննարկման դնես եւ քվարկության ուրեմն ներկայացնես։ Քվարկության համար է անհրաժեշտ 54 ստորագրությունները։ Բայց հիմա խնդիրը նա որ լավ, եթե դուք 54 ստորագրություն եք որ հավաքեցիք, 54 ստորագրությամբ էլ մուտք գործեցիք ազգային ժողով, դրանով բան չի փոխվելու։ Այստեղ այս ժողովուրդ ջան էլի ձեզի էշի տեղ են դնում եւ սուտ են ասում, որտեղ դու 107 ստորագրությամբ էլ որ ազգային ժողով մուտքա գրես այս նախաձեռնությունը, 107 ստորագրությամբ, այսինքն սկզբում 107 ստորագրություն էր որ լինի, դնես ազգային ժողով ու ոչ մի նշանակություն չունի։ Վերջին պահին, այն պահին եւ 72 ժամ անց քվարկություն է լինում, այդ պահին պետք է 54 падգամավորներ կողմ քվարկած լինեն։ Ով կարող է գարանտիա տա, որ քվարկության արդյունքում վերջում 54 падգամավոր վերջին պահին միացած կմնան այս նախաձեռնությանը եւ չեն հրաժարվի իրենց նախաձեռնությունից։ Որևիցե մեկը չի կարող նման գարանտիա տալ, որևիցե մեկը չի կարող գարանտիա անել, որ 54 падգամավոր միջև վերջում կմնան։ Շատ բարձ կարող է պատահի քանի հատ քպականներ կան այսպես ձևական կերպով միանան, որպեսզի թույլ օգնեն, որպեսզի այս նախաձեռնությունը մտնի ազգային ժողով քննարկվի, սուտ ասեն, խափեն, ասեն այո, մենք միանում ենք նախաձեռնությանը, որպեսզի նախաձեռնությունը մտնի ազգային ժողով, բայց վերջին փուլում, վերջի պահին չքվարկեն։ Ով կարող է ձեզի գարանտիա տա, որ 54 падգամավորներ վերջի պահին ուրեմն միացած կմնան այս նախաձեռնությանը։ Որևիցե մեկը չի կարող ասել։ Հետևաբար ոչ մի նշանակություն չունի, եթե դուք 36 ստորագրությամբ ներս կդնեք, 54 ստորագրությամբ ներս կդնեք, թե 107 ստորագրությամբ ներս կդնեք։ Կարևոր են 36 ստորագրությունն է, որ դուք պետք է ունենաք եւ կարողանաք նախաձեռնության այդ նվազագույն թիվն է, որ կարիք ունեք նախաձեռնությունը սկսելու համար։ Հասնենք առաջ, այդ փորձեմ մյուս բաժինը գտնել։ Ուրեմն մոտավորապես 20 րոպեներն է ձեզ կասեմ, եթե հանկարծ որևիցե տեղ րոպեների ուրեմն խնդիրը կա, կարող ենք հետո գնանք այս րոպեները, որ ես ասում եմ։ Ուրեմն 17-րդ րոպեում, որտեղ մի քիչ դժվարանում եմ այստեղ րոպեները կարողանամ ճիշտ ձևի բացել,
փորձեմ մի հատ էսպես բանից YouTube-ի վրայից բացեմ հարցազրույցը, գուցե ավելի հեշտ լինի ուրեմն ռոպեները գտնելը, ահա, այսա կարծում ավելի With the price of just about everything going up. 17 րոպե մոտավորապես, 17 րոպեում 28 Սեփական նախաձեռնությամբ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչը որ չի արվել ոչ մեկի կողմից։ Մենք տրամաբանորեն ենթադրում ենք, որ եթե արդեն պատիվ ունենալ հայկական մտնում այս գործընթացի մեջ եւ ստանձնում այս պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար ստորագրությունը ունի։ Պահանջներ, սկսում են այստեղ արդեն էլի։ Հիմա իրանք չեն սկսում, չեն նախաձեռնում այդ գործընթացը։ Եվ ով որ սկսում է, պիտի բավարարի այն վերացական պահանջը, որը սահմանել է իշխան Սաղաթելյանը։ 8 ստորագրության թե 8-ի կա։ Եվ ասում մի պատգամավոր կարող է այդ գործընթացը սկսի։ Դե այդ 8-ը որտեղից են հեղինակել այդ թիվը, ոչ ոք չի հասկանում։ Եվ այդ իրենց հայտարարությունից անմիջապես հետո Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք հակասող 28 ստորագրությունը տրամադրել գործընթացը սկսելու համար։ Գործընթացը սկսելու համար 28 ստորագրություն չի պակասում։ Եվ ընդհանրապես նման հաշվարկ գոյություն չունի։ Եթե որևէ պատգամավոր կողմը գործընթացին միանալու, ուղղակի գնում է, ստորագրում է այդ գործընթացի վերաբերող նախաձեռնության տակ։ Էլի ձեզ խափում են ժողովուրդը։ Պարզապես հենց այդքան ստորագրություն հարկավոր, որովհետև այս պահին կա ուրեմն 6 ստորագրություն, Հայաստան խմբակցությունը տվել է իր 28 ստորագրություններ եւ այդտեղ պակասում է մոտորապես ուրեմն 4 ստորագրություն, որոնք պետք է դրվեն տակը, որպեսզի կարողանան այդ 36 ստորագրությանը հասնել։ Խնդիրը այդ պակաս ստորագրություններն է գործընթացը սկսելու համար։ Իշխան Սաղաթելյանը ինչ էր ասել, շատ հստակ էր ասել էր մենք պատրաստ ենք միանալու, ներգրաված ենք այս աշխատանքի մեջ, պակասող ստորագրությունները մենք պատրաստ ենք, բոլորը գան եւ լրացնենք։ Հետո հաշվում են 20-ը դառնում, 28-ը 28-ն առնում, 34-ը 34-ն, հետո ավելանում է դառնում է 40, դնում է 40, հետո դնում է 50, դնում է 50։ Իմաստ ունի դրան շարունակել հայտարարել դրան իրավական գործընթաց 54-ից հետո։ Հիմա որպեսզի թիվը 6-ից դառնա մինչև 54, պետք է ինչ-որ մեկը միանա եւ ստորագրի։ Պակասող 28 չկա։ Կա ուղղակի կամ պետք է լինի պատգամավոր, որը ցանկություն ունի միանալու դրան։ Ասենք եթե հիմա Աղվան Վարդանյանը ցանկանում է միանալ այդ նախաձեռնության, այսինքն անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, նույնիսկ այսօր իր համար ֆիզիկական հնարավորություն է ստեղծվել, այսինքն ոչ թե որ ինքը մի քանի մետր քայլի դեպի Հայկ Մամիջյանի աշխատասենյակ եւ իր պատմական թանգարանային ստորագրությունը դնի այդ փաստաթղթեր, Նարեկ Մալյանը այդ խնդրի ֆիզիկական լուծումն էլ ապահով է, գնացել է վերցրել այդ թղթերը եւ տարել ասում պարոն Վարդանյան, կբաշխեք մեզ ձեր այս գեղեցիկ ստորագրությունը, ասում որ ոչ։ Ես վստահ եմ, որ եթե այսօր Նարեկ Մալյանը գնար նաեւ պարոն Իշխան Սաղաթելյանի աշխատասենյակ, հուսով եմ ինչ-որ մի ժամանակ նաեւ այդ այցելությունները շարունակվեն դեպի բոլորի աշխատասենյակ, համենայն դեպս այդպես է հայտարարել պարոն Մալյանը, ես չեմ կարծում, որ այս պայմաններում, այս մտածողությամբ նրանք, ասենք, Իշխան Սաղաթելյանը կստորագրեր։ Ես հստակ ասեմ, այո, նրանք չեն ստորագրելու։ Ինչու պիտի Նարեկ Մալյանի վերցած տարած նամակի տակ մարդիկ ստորագրեն։ Քիչ առաջ ասեցի Նարեկ Մալյանը ինչ հանգամանք ունի, որ նման նամակ տանի։ Բայց այդ մարդիկ մեկ անգամ իրենց ստորագրությունը տվել են եւ կարիք չկա երկրորդ անգամ ստորագրելու։ Կա ձևաթուղթ, որի վրա կա 28 ստորագրություն, ինչպես բոլորն էլ հայտարարել են, Իշխան Սաղաթելյան, Ագնես Ախամոնյան, Քրիստինե Վարդանյան, բոլոր Աղվան Վարդանյան, ովքեր որ հարցազրույցներ են տվել, խոսել են, հայտարարել են, այդ ստորագրությունները թղթի վրա դրված պատրաստ կան։ Այն պահի, երբ պատիվ ունեմ խմբակցությունը կորոշի մտնել ազգային ժողով, այդ նախաձեռնությունը տանել ազգային ժողով ներկայացնել, կարող է բարի գտնվի, մի քանի քայլ շարժվի, գնա գրասենյակ Հայաստան Դաշինքի,
այդ ստորագրությունների թերթիկը, պարզապես այդ թերթիկը վերցնի, մի հատ այսպես կլիպս անի միացնի իրենց նախաձեռնությանը, տանեն դրեն ազգային ժողով մուտքագրեն։ Ինչ այստեղ խնդիր կա։ Իսկապես չեմ հասկանում ինչ խնդիր կա։ Մեկը թող բացատրի, ինչ պահանջ կա, որ անպայմանորեն Իշխան Սաղաթելյանը պիտի գտա 7-րդից ստորագրեն եւ հետո սկսեն գալ շարունակեն։ Ինչով է դա փոխվելու, եթե կա մեկ թերթիկ, որի վրա կա 28 ստորագրություն, իդեպ այդ մարդիկ այնքան են վստահել պատիվ ունեմ խմբակցությանը, այնքան են վստահել, որ այդ թղթի վրա ստորագրություն են դրել, վերևը չեն են համարակալել, նոմեր էլ չեն դրել, թվական էլ չեն դրել, ասել են այդ ստորագրությունը, երբ ուզեք վերցրեք, պատիվ ունեմը կարող է գնալ այդ ստորագրությունը վերցնել, ցանկացած փաստաթղթի տակ տանել կծեն, նույնիսկ նախ փաստաթղթերն էլ չեն պահանջել, որպեսզի իրենք իմանան ինչա կատարված այդտեղ։ Վստահել են, որ եթե կա նախաձեռնություն Նիկոլին հեռացնելու համար 28 ստորագրություն եք ուզում, այս թղթի վրա 28 ստորագրություն, երբ ուզում եք, եկեք այդ 28 ստորագրությունը վերցրեք, տարեք կլիպ արեք, կպսրեք ձեր փաստաթղթերին, ձեր նախաձեռնությանը, տարեք մուտքագրեք ազգային ժողով։ Ինչ-ա խանգարում այս մարդկանց այդ գործն անելու։ Եվ ինչու այս մարդիկ հենց այս պահին կարիք ունեն 28 ստորագրությունների ունենալու հատկապես հենց իրենց թղթի տակ, ոչ առանձին թղթի վրա։ Ես մի փոքր պիտի անցնեմ առաջ, գնամ 27 րոպեում, որտեղ մյուսները անկա բաներ ասում, ես ուզում եմ ամենին անդրադառնամ, բավական երկար ժամանակ պիտի վատնենք։ Hey Siri, my phone is full. Should I buy a new one? No. Սա մեր հավաքակցային ֆունկցիաներից ժողովրդական ընդհանրապես ունենում ենք, ներեք։ Ստացավ իր հարցի պատասխանը։ Պետք է տեղ ունենալ, ինչ ժամկետներում։ Հիմա ենք անում, հաշվում ենք անում, ընդ որում չենք ասել երբեք անում, ասել են երբեք անում։ Շատ հստակ ասելով, փողոցային։ Բայց եթե մենք ենք անում, ինչ է ուրիշին հա։ Իշխան Սաղաթելյանը իր հարցազրույցի ժամանակ չափազանց կարևոր բան է ասում այստեղ, որ կրկին Էդգար Ղազարյանը դա ծաղրի է ենթարկում, փորձում է դրան ծաղրի ենթարկել եւ այսպես ասած ժողովրդի միտքը պղտորելով կամ մոլորեցնելով ուրիշ թեմաներ առաջ քաշել։ Շատ հստակ է Իշխան Սաղաթելյանի ասածը, որ մենք չենք ասել երբեք անում, մենք ասենք երբ ենք անում։ Երբ ենք անում, նշանակում է, որ մենք ցանկացած բայի պատրաստ ենք ձեր կողքին լինել։ Ամեն ինչը միասին ենք անում։ Այնպես չի, որ ամբողջ աշխատանքը թողնում ենք բեռը պատիվ ունեմի վրա կամ նրանք են, որ պետք է միանանք անեն, մենք վերջի փուլում գանք միանանք։ Այդ անենքը այդ իմաստով է, որ Էդգար Ղազարյանը հավանաբար սխալ է հասկանում կամ չի ցանկանում դա հասկանալ։ Բայց միևնույն ժամանակ Իշխան Սաղաթելյանը իրավամբ հստակ ժամկետներ է պահանջել։ Վերջապես եթե դու ցանկանում ես հստակ ժամկետների միանալ ինչ-որ նախաձեռնությանը, պարտավոր ես դրա ժամկետներ իմանալ երբ է սկսվում, ինչպես է սկսվում, ոնց է սկսվում, որտեղ է սկսվում, ընդհանրապես ինչ է որ դու պիտի գրանց միանաս, քեզանից ինչ է պահանջում այդ աշխատանքին միանալու համար։ Ժամկետները երբ է լինում, լավ։ Ես հիշում եմ, ուրեմն Հայկ Մամիջանյանն էլ հարցազրույց էր տվել, այսպեսի մի միտք էր արտահայտել, որ երբ դիմադրության շարժումը սկսվեց, մենք ոչ մի անգամ ժամկետ չպահանջեցինք, որ դուք երբ եք անելու, ինչ եք անելու, երբ եք հաղթելու, որ մենք հետո գանք ձեզ միանանք։ Եկանք միացանք։ Մի տարբերություն կա դիմադրության շարժման եւ այս նախաձեռնության մեջ։ Դիմադրության շարժումը ես ըստ երկով նստած հստակ գիտեի, որ սկսվելու է 2022 թվականի ապրիլի 26-ի հետ չեմ սխալվում առավոտյան։ Նախապես հայտարարված է։ Շատ էլ հստակ ասված էր, որ 26, եթե չեմ սխալվում, 3 շաբթի օր պետք է լիներ, հույսով եմ, որ չեմ սխալվում։ Այդ օրը որ սկսվեց դիմադրության շարժումը։ Նույնիսկ ժամն էր հայտարարված, օրն էր հայտարարված։ Այսինչ ժամին, այսինչ օրը սկսում ենք փողոցներ փակել, քաղաքացիական անհնազանդություն ենք սկսում։ Եվ այդ ամբողջ ձևաչափում խնդրել էին, որ եկեք միացեք, ու մարդիկ եկել էին միացել էին, փողոց էին փակում, քաղաքացիական անհնազանդություն էին անում։ Ընդհանրապես Իշխան Սաղաթելյանի պահանջածը այդ է, Հայաստան դաշինքի պահանջածը այդ է, որ եթե գործընթաց եք սկսում, ժամկետ ասեք ընկերներ, ասեք երբ եք սկսում։ Մենք չենք կարող գանք թղթի տակ ստորագրություն դնենք, մի թուղթ ստորագրենք, չիմանալով որ այդ թուղթը դուք մինչև երբ եք պահելու ձեր մոտ։ Ինչի համար եք օգտագործելու վերջում, ընդհանրապես օգտագործելու եք այս գործընթացի համար, թե ծառատանելու եք, ծառայեցնեք ուրիշ գործընթացի համար։ Շտապական ասեք, ժասմը ասեք, միշտ աշուն ենք սկսում, այսինչ ամիսին ենք սկսում, այսպես ենք սկսում, այս ենք անում, այն ենք անում։ Բայց ոչինչ չեն ասել, գիտեք, ասում են, պատկերացնում եմ դիմադրության շարժման հետ հայմատեք, որ իրենք շարունակում են դա ընդհանրապես հայմատել։ Դիմադրության շարժումը շատ հստակ թվական ուներ։
ձևաչափ ուներ, ղեկավարություն ուներ, հայտնի էր ով էր քաղաքական պատասխանատուն, երբ էր սկսելու, ինչպես էր սկսելու, ինչ էին անելու, վրաններ էին տեղադրելու, քայլարշավ էին անելու, երթեր էին ունենալու, փողոց էին փակելու եւ ձևաչափը ճշտված էր ամեն ինչը։ Այս գործընթացի համար կա ոչ մի հատ թղթի կտոր է, որի վրա գրել են ուզում ենք Նիկոլին անվստահություն հայտնենք, դե հայտի չի երբ կտանենք, կսպասենք 54 հատ ստորագրություն, հիմա մեկն էլ ասում պլյուս 54 հատ, հիմա պլյուս 54-ը կարող է լինի 70, կարող է լինի 107, կարող է ընդհանրապես չհավաքվի այդ ստորագրությունները։ Լավ, եթե ընդհանրապես այդ ստորագրությունները հայտի չի երբ հավաքվելու։ Հիմա ինչի եք ուզում Հայաստան Դաշինքի ստորագրությունները։ Հիմա ձեզ ինչ պետք է գալի։ Իշխան Սաղաթելյանը շատ հստակ հետո ասում է ես միտեղ գուցե լավ դա էլ կմիացնեմ։ Ասում մենք որպես քաղաքական ուժ մեր խոստումը տվել ենք այդ գրավոր թուղթը քաղաքական ուժերի համար ոչ մի նշանակություն չունի։ Երբ դու հրապարակապ մի բան ես հայտարարում, քո խոսքի տերն ես, պատասխանատվություն ես ընդունում այդ քո խոսքի համար։ Հիմա 10 հատ գրավոր թուղթ է տաս այդ քո բանավոր խոսքի արժեքը չի կարող ունենալ, երբ որպես քաղաքական ուժ պատասխանատվություն ես ընդունում։ Եվ Հայաստան Դաշինքը այդ պատասխանատվությունը ընդունել է։ Եվ ասում որ մենք այդ պատասխանատվությունը ընդունել ենք այդ 28 ստորագրությունները ձեզ տալու։ Իսկ այդ ստորագրությունները հիմա իրենց ինչին է պետք թղթի վրա այս պահին, գուցե այդ հնարավոր եղավ, խոսենք դրա մասին տարիներ ավելի առաջ գնալով։ Գնամ ես 35-րդ րոպե։ Mix warm water, baking soda, and these 4 herbs to fix toenail fungus. Որոշ ժամանակ կներեք YouTube-ը ադեր ավելացնում, ես անջարեն կներեք։ Ուժերի ասում են տեսեք մենք միացել ենք հանրային աջակցություն ենք ուզում գեներալ ասում են դավայ լսումների ժամանակ միգուցե փողոցում մարդ հավաքվի մենք մի հատ մեր ժողովրդի ուժը այս աշխատ բայց եթե դուք այս ասուլիսների այն ստեղ ընդեղ Ագնեսա Խամոյանների կամ Աղվան Վարդանյանների կիսատ պռատ խոցելի հայտարարությունների ու հարցազրույցների միայն ձեզ համար հասկանալի լրագրողներ այդ ամեն ինչի փոխարեն Եթե լծվեք ֆունկցիոնալ աշխատանքի, որը իդեպ պիտի սկսեիք դեռ 2022 թվականի օգոստոսի 2-ից, որը չեք արել։ Այսօր ձեզ առավոտից երեկո մենք բոլորս մենակ գովելու ենք։ Բայց հիմա ուզում եք դուք գործը չանեք, մի հատ էլ եթե հանկարծ երբ որ ձեր պարտականություններում թերանում եք, բարձրաձայնում եք, հետևում եք, որ մենք թիրախավորում ենք ձեզ, որ մենք ուրիշ նպատակներ ենք հետամ, այ բախտավարներ ձեզ թիրախավորենք, որ դուք ինչ անեք։ Դուք ձեզից ինչ եք ներկայացնում, որ մատ էլ մենք ձեզ ասենք թիրախավորենք, որ դուք ինչ ելեք կամ ինչ չլնեք, ինչ ազդեցություն ունեք, ինչ կշիռ ունեք, ինչ հեղինակություն ունեք, էդի որ մեկն էլ հլգա ձեր ձեռից հետի վերցնի։ Չելաս բանի վրա, մարդը կետա մեկին թիրախավորի։ Այ Էդգար Ղազարյան Եթե այս մարդիկ հեղինակություն չունեն, եթե ազդեցություն չունեն, եթե ոչինչ իրենցից չեն ներկայացնում, բա ինչի եք այսքան ընկել իրենց հետևից։ Բա ինչի եք առավոտ արթնանում Հայաստան Դաշինք Դաշնակցություն, երեկոյան Հայաստան Դաշինք Դաշնակցություն, գիշերես եթերից են եթեր վազելով Հայաստան Դաշինք Դաշնակցություն, այդ Ռոբերտ Քոչարյան։ Եթե այս մարդիկ հեղինակություն չունեն, ազդեցություն չունեն, լծակ չունեն, իրենցից ոչինչ չեն ներկայացնում, դուք շատ կարևոր եք հավանաբար, հեղինակություն եք ներկայացնում ձեզանից, ամեն ինչ ներկայացնում եք ձեզանից։ Դե գնացեք արեք, ինչ եք սպասում բա։ Բա ինչ եք կախվես մարդկանցից, հա։ Եթե այսքան առավոտից գիշեր այս մարդիկ ձեզ համար կարևոր են, եթերից եթեր մտնելով սուրհանդակ եք ուղարկում, ես չգիտեմ ինչ եք ուղարկում, այս մեկում, թիրախավորում եք, շանտաժ եք ենթարկում, մի կողմից վիրավորում եք, այսօր իրենց ասում եք բուքսի տանձիկ, փուդեն, հետո մյուս օրը գնում եք նրանց դուրն եք, որից լորով իրենց ստորագրությունները ստանաք, այսօր շանտաժ եք անում, մյուս օրը ծաղրում եք, ես չգիտեմ ինչ եք անում։ Այս ամենը խոսում են մասին, որ դուք էլի ժողովրդին էշի տեղ եք դնում եւ սուտ եք ասում ժողովրդին։ Այս մարդիկ չունենային հեղինակություն, չունենային ազդեցություն, չունենային լծակ, չունենային ինչ-որ միջոց քաղաքականության Հայաստանի քաղաքական դաշտի վրա ազդելու համար, այսպես իրենց հետևից չէի գնելու, լավ։ Ուրեմն տեղները նստեք եւ լուր մնացեք։ Իդեպ շնորհակալ եմ, որ այստեղ իսկապես դեր իսկական դեմքը բացահայտվում, որտեղ որ դուք միարդայնանում եք, այդ ձեր դիմակները պատրվում է, մարդիկ ավելի լավ են կարողանում ճանաչեն դուք ով եք, ինչ եք, ինչ նպատակ եք հետապնդում։ Սկզբից ամեն անգամ ասում եք մենք ինչու ենք թիրախավորում, ով ասես մենք ձեզ թիրախավորում ենք, ինչ թիրախավորելու խնդիր ունենք, մենք ինչ խնդիր ունենք ձեզ հետ։ Հա տեսնեք խնդիրը այստեղ է։ Այս խոսքերի մեջ ամեն ինչը թաքնված։ Երբ որ դուք անկեղծանում եք, ամեն ինչը սկսում է այդտեղից
Երևան գալ։ Ես կարծում եմ շարունակություն այստեղից մի քիչ գնամ առաջ, որտեղ գրել եմ շարունակության մեջ կարևոր բաներ եք ասում, լսեմ թե ինչ կա այս։ Իշխանություն թիրախավորից ասել սա։ Ուսում եք այդ դավաճաններին հեռացնել, ձեր թիրախավոր են որ ինչ անի։ Դուք ինչի տեր եք որ հələ ձերից է մեկը թիրախավորի ձերից բան վերցնի։ Եկեք մենք էլ ձեր հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար։ Դրանց ինչ են կարժանած։ Այս impeachment-ի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են։ Ես եմ հեսա կասին։ Ես հիմա չափը Շնորհակալ Իշխան Ղազարյանի շատ դիպուկ արտահայտել։ համար մած չափ է սա, չի էլ ասել, որ ես իմանա Իշխան ջանի չափը որն է, որ ասեիր էլ, ասեք, էսա քու չափը, Էդգար, անկարծ այդ չափից դուրս չգաս, ես կմնայի էլ իմ չափին։ Բարձում է ինքին չափերն է որոշում, ես էլ ասենց կորցրել եմ այն մարդասը, այն մարդեն իշխանի տված չափերն ուր է, կորցրել եմ, բա։ Ինքն է որոշում իմ չափին։ Այսինքն օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք։ Այդ հաստատ ես եմ ասել իմ այդ լայվերից մեկի ժամանակ։ Այո, ես տենց եմ ասել, երբ որ դուք դիմադրության շարժում եք անում, ես նկար չէի հրապարակի, ասում եք, տես մենք այսքան մարդ ունեն նստած ենք, երբ որ հաջողության կհասնենք, գանք կմիանք, որտեվ իրանց ասած այո, դա է։ Այդ հեղինակը ես եմ, չափերը կորցրած նախաձեռնության հեղինակ ըստ Իշխան Սաղաթելյանի ես եմ։ Եվ Իշխան Սաղաթելյանը ճիշտ է ասում, որտեղ դուք ձեր չափերը կորցրել եք, պարոն Ղազարյան, որտեղ հայմատությունները, որ անում եք ժողովրդին շեղելու համար, արդեն չափերն անցկացնում են։ Այդ հայմատությունը, որ դուք անում եք, կարող է սովորական ժողովրդի համար հետաքրքիր լինի։ Փորձում եք ամեն կերպ ամեն ինչը ձախոցուր իրար կապել։ Բայց երբ որ ճիշտ ես մտածում, մի քիչ խորտ ես մտածում, դեսպես ընդհանրապես ճայր ոչ մի կապ չունեն։ Օրինակի համար, դուք ձեր ընտանիքի կամ ձեր լուսանկարները, որ հրապարակեք, չհրապարակեք, ինչ է դրանից փոխվում։ Կամ ինչ արժեք ունեն այդ լուսանկարները ամենան հարգանքով, ով կարող է այդ լուսանկարներից օգտվել կամ չօգտվել։ Բայց ստորագրությունը արժեք ունի, ստորագրությունը իրավական արժեք ունի։ Դուք ինձանից ավելի լավ եք իմանում, դուք էլ իրավաբան եք իմ նման եւ գիտակցում եք, որ ստորագրությունը, թղթի տակ տրված ստորագրությունը իրանից արժեք է ներկայացնում։ Հակառակ այն լուսանկարներին, որ դուք ասում եք հրապարակեին կամ չհրապարակեին ինչ է փոխվելու, ստորագրությունը արժեք ունի։ Եվ ցանկացած փաստաթղթի տակ դրված ստորագրությունը իրավական ուժ է տալիս այդ փաստաթղթին։ Ու ես կրկնում եմ, մի անգամ եկեք անկեղծ լինեք, ձեզ ինչի է պետք այդ ստորագրությունները այս պահին։ Երբ քիչ անց հիմա եթե եղավ կմիացնեմ, Իշխան Սաղաթելյան ասում է, եթե պետք է, ասեք, մենք ինքներս էլ գանք նստենք ԿՊԱ-ականների հետ խոսենք, որպեսզի տեսնեն, որ մենք էլ ենք ներգրաված։ Նույնիսկ մարդիկ այդ աստիճան պատրաստ են ներգրաված լինել աշխատանքի մեջ, փորձում են օգնել, աշխատանքը գլուխ բերել եւ չխանգարել առնվազն։ Բայց դուք դժբախտաբար այդ ամեն չեք ուզում տեսնել եւ փորձում եք կրկին ձեր էշը քշել։ Կացեմ մի քանի րոպե միասին լսենք, հետո մինչև կարծում 41-րդ րոպեին շատ կարևոր մեկ հայտարարություն անում, որը ես անպայմանորեն ուզում եմ անդրադառնալ։ Այն ձևակերպումները, որ տալիս են Հայաստան խմբակցության պատգամավորներին, ու ես արդեն շատ կոնկրետ այստեղ հարցադրումներ կա, այս ասոցների պատասխանը այլևս մենք ոնց ենք ուզելու։ Արդյոք մեր գործընկերները այս մակարդակով եւ այս ձևով են խոսում մեր հետ, շանտաժի լեզվով եւ արդյոք Մտ կարեք ասեք շանտաժը որն է։ Ասեք բնավ ոնց է հնարավոր, որ Շանտաժն է, որ դուք տեսախցիկները վերցնում եք, այդ մեկ մարդկանց գրասենյակները փորձում եք ամեն կերպ մարդկանցից ստորագրություններ կորզել։ Շանտաժը այն է, որ դուք ձեր տասնյակ լրատվամիջոցներով, որոնք ձեզ հետ փոխկապակցված են, փորձում եք առավոտից գիշեր սխալ միտք տարածել։ Շանտաժը այն է, որ եթերից եթեր մտնելով Հայաստան դաշնիկի պատգամավորներին ամենակեղծ վերջի վիրավորակներն եք հասցնում, ել հասած բոքսի տանձիկ ասելուց մինչև խուդել։ Այդտեղ դուք եք հայտարարել, չէ՞ դուք եք ասում։ Շանտաժը այն է, որ սխալ եւ սուտ տեղեկություններ եք փոխանցում։ Իբր ես ինչ գիտեմ, թիթեռներ են կախում ազգային ժողովի բակում ծառերից, փորձում եք այնպես ներկայացնել, որ գնացել են ինչ-որ ԿՊԱ-ականների հետ միջոցառման են մասնակցել Հայաստան դաշնիկի պատգամավորները։ Միշտ այդ միջոցառում ընդհանրապես ուրիշ մի բան է եղել։
Կամ հենց այսօրվա ձեր լայվի ընթացքում ես այդ բաժինը չմիացրեցի։ Օրինակ Լիլիթ Գալստյանը, ազգային ժողովի Հայաստան դաշնքի պատգամավոր, իր խորհրդարանական պարտականությունների շրջանակում մասնակցում է ՀՀԿ խորհրդաժողովին պատվիրակության կազմում պետք է գնա։ Այդ պատվիրակության մեջ անպայմանորեն ներգրաված կան նաև պատիվ ունեմ դաշինքի անդամներ, բայց դուք պատիվ ունեմ դաշինքի անդամների անունը չեք տալիս եք Լիլիթ Գալստյանի անունը եւ Ռուբեն Ռուբինյանի կնոջ անունն եք այդտեղ տալիս որպես աշխատակազմի իսկույն ինչ որ ներգրաված է այդ պատվիրակության մեջ։ Շանտաժը էս է լինում։ Գիտեք, շանտաժ է սարինում, երբ դուք իրականություն մեկ բաժին եք ներկայացնում, այն մյուս բաժինը, որ կարևոր է թաքցնում եք, որովհետեւ ժողովուրդ չտեսնի, ձեր սիրած բաժինը ուռճացված կերպով, ձեր ուզած կերպով ձևափոխում եք, ներկայացնում եք ժողովրդին, դիմացինին հեղինակազրկելու համար եւ դա որպես զենք եք օգտագործում, իբր ձեր կարճ խելքով նրանց ինչ-որ բան պարտադրելու կամ թելադրելու, որպեսզի գան ենթարկվեն ցես, որ ինչ-որ ստորագրություններ տան, որ ես ձեզ վստահեցնում եմ այդ շանտաժները չի գործելու։ Շանտաժը, երբ որ խոսում են շանտաժի մասին, այս է նպատակը։ Ժողովրդին էշիմ տեղ մի դրեք։ Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե շանտաժ ինչ է նշանակում, ձեր գործելավոճն էլ արդեն այսքան ժամանակ բոլորի համար բացահայտ է դարձել։ Մեկի շանտաժի ենթադրը կարծեմ արգելված է։ Հիմա ասենք, եթե Լավ որ գիտեք արգելված է։ Ձավանում ձեր գործունեությունը մեր տեսադաշտից օբյեկտիվորեն քննադատության արժանում։ Դրա շանտաժը ո՞րն է։ Հիմա ասենք, դուք պիտի իրականացնեք, օրինակ, վարչապետին անվստահություն հայտնելը դա համադրական եզրույթն է, որի հականիշը վստահությունն է։ Եթե անվստահություն չես հայտնում, առաջանում է վստահություն։ Ահա։ Եթե գնանք առաջ։ Հիմա որ ասում ենք, եթե դա չեք անում, ելնում է վստահություն, ասում են, որ մենք շանտաժ ենք անում։ Ահա, շնորհակալ եմ հարգելի Էդգար Ղազարյան։ Վստահության հակառակը, անվստահության հակառակը լինում է վստահություն։ Վստահության հակառակն է լինում է անվստահություն, չէ՞։ Այսինքն անվստահության հակառակն է լինում է վստահություն։ Այսինքն եթե ճիշտ է, եթե դու գործու հիմա ձեր տպավորությամբ, եթե գործողություն չեն սկսում անվստահության, նշանակում է վստահություն են։ Միշտ այդպիսի բան չկա, որովհետև դու կարող ընդհանրապես չվստահես, գործողությունը չսկսես։ Բայց եթե պաշտոնապես գործընթաց ես սկսում անվստահություն հայտնելու, բայց չես հաջողում, չես կարողանում տեղ հասցնել, դրա հականիշը 100%-ով լինում է վստահություն։ Ձեր տրամաբանությամբ եմ ես ասում, հենց այդ խոսքի շանակությունը, որ դուք եք ասում։ Ասում եք անվստահություն հայտնելու հականիշը լինում է վստահության, ես էլ ասում եմ վստահության հականիշը լինում է անվստահություն, հականիշը։ Այսինքն եթե դուք անվստահության գործողություն սկսեք, վստահ չլինելով որ տեղ եք հասցնելու, դրա արդյունքը խորհրդարանական համակարգում, որի դուք ավելի լավ եք ցանոթ, ես արդեն այս ամացի գիտեք, արդեն հոգնում եմ, ասեք խոսալուց էլ երբեմն խառնում եմ մտքեր իրար։ Տասնյակ անգամներ եմ խոսել, մենք խորհրդարանական համակարգ ենք, խորհրդարանական համակարգում պարոն Ղազարյան, դուք ավելի լավ գիտեք, այս մասին հենց այն կետերից որ ժողովրդին էշի տեղ դնելով չեք բացատրում ժողովրդի համար։ Խորհրդարանական համակարգում, եթե դու անվստահության գործընթաց ես ձեռնարկում, բայց չես կարողանում արդյունքի հասնել, այդ վերջին քվարկության ժամանակ 54 պատգամավոր կողմ չեն քվարկում անվստահության գործընթացում, նշանակում է այն մնացյալ 55 քանի պատգամավորներ, քանի պատգամավորների 107-ից անեք 54-ը կողմ են քվարկել Նիկոլ Փաշինյանի կամ վարչապետին, ուրեմն նրան վստահություն են հայտնել, ուրեմն անվստահության հականիշը լինում է վստահություն, եւ Նիկոլ Փաշինյանը, եթե ցախողի այս գործընթացը մնալու է վարչապետ կրկնակի վստահության։ Լավ է դուք եք ասում, ձեր այս խոսքի շարունակության, մտքի շարունակությունն եմ իրան ասում։ Հասնենք արձանագրում։ Կարող է անվստահություն եք հայտնել։ Անվստահություն հայտնեք, եսեք ձեզ մի թթու խոսք ասող կլինի։ Անվստահություն հայտնելն էլ ոչ թե որ ես դες նստեմ մտածել եմ, ասեմ, այ մարդ ինչ կարելի անել, հենց մտամսը սահմանադրության մեջ է գրած, այ արգելից։ Դու ընդամենը պատգամավոր ես։ Իշխուն Սաղաթելյանը Հայաստանի ազգային ժողովի 107 պատգամավորներից մեկն է։ Միգուցե ինքը այլ շրջապատում ավելի հարգված մարդ է, չգիտեմ, իր ընտանիքում, կուսակցական շրջանակներում, դա որ հարգված չի լինի, պարզ է որ հարգված է, հարգված չի լինի կուսակցությունում, ղեկավար մարմնում չի ընդգրկվի, ներկայացուցիչ չի, այդ լավ է որ հարգված է։ Բայց այդ ձեր հասարակության, այն հասարակության խնդիրն է գնահատականն է, որը որ դուք գտնվում։ Մեզ համար որպես քաղաքացու, դուք 107 պատգամավորներից մեկն եք։ Մենք բացում ենք սահմանադրություն, դե մենք պատգամավորը ինչ պիտի անի։ Եվ այդ ինչ որ պիտի պատգամավոր անի, դա որպես քաղաքացի ներկայացնում ենք, ոչ մի ավել բան չենք ուզում մենք։ Մենք կլինենք որպես պատգամավոր ձեր պարտականությունը կատարենք։ Հիմա երբ որ մարդիկ իրաց պարտականությունների կատարման հարցում թերանում են, ու մենք դրա մասին բացատրում ենք, այս չհասկացանք, այ մատ ընդդիմությանը պարակտում եք, հա, այդ
Քննադատում եք մեր ընդդիմությանը, քննադատում եք մեր, խոդուք տարին Չախոյանը չեք, որ մեզ քննադատ։ Մեզի պիտի մենակ ճովեք։ Պիտի երևի սխալ ենք արել միջև հիմա, որ I've never seen someone with such beautiful hair. Ամենակարևորը, այսինքն այս մտնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզում այս գործընթացը հաջողի ու նման կերպ ենք մոտենում։ իսկ այս մտնոլորտը մեկը հաշտեցի ոնց է ստեղծվել։ Ապրիլի 28-ին բոլորի նույն բովանդակության նամակը գրել ենք։ Եթե հələ նամակը Դուք դուք պատրաստի մի քանի մի րոպե լսեք, ես որտեղ հիմա կարևոր բան է ասում, ես ուզում դրան հասնել, միացնել վիզուալական 2023 թվականին ազգային կոմիտեի ստեղծել 2024-ին Սրբազանը եւ օրենքի հասել էր հանրապետության հրապարակ աշխարհը հավաքվել էր ընդ այդ օրը որ դուք սկսեիք անվստահության գործընթաց լնեիք հրապարակի Կիրիկունը ժամը 9-ին հայտարարեք ասեիք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը սկսել ենք վարչապետի տեխնացունա ում որ ասեիք Բագրատ Սրբազանը չգիտեմ ում եք ուզում այդ մային ասեիք Ժողովուրդն էլ մեր այդ օրը մի անգամ էջը մեր ազգային ժողով նստում են ընդ սպասում են լույսը բացում են դիմավորում էին մայիսի 10 ազգային ժողովի Բաքվում Հիմա էդի որ դուք արածնեիք այսօր դες խոսակցություններ առասարակ կլներ բայց չէ կարևոր Այստեղ հիմա քրկին Էդգար Ղազարյանի իսկական դեմքը բացահայտվում է դիմակը բացարձայնում եք իրավունք չունեք հա դուք կներեք ինչ 1000 անգամ ներողություն հետ են քաշում ես ինչ մոռանում եք ես անվստահության գործընթացը խնդրենք եմ պատիվ ունեմ ասեք դուք եք սաղը թագ եք ոչ մեկը իրաք այսքան վաղ չեն արել դուք եք արա ոչ մեկը մի արեք որ ինչ է լինի Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ հետո որ մնա վարչապետ ինչ լինի գա հասնի ընտրություն որ գնան ընտրություններին Չախջախեն Նիկոլ Փաշյան այդ գիտեք որ կուսակցությունն ասում Հայեղապողական դաշնակցության ներկայացուցիչը, որը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի հավաքական ընտրություններին ստացել է 5882 կողմձայն կամ քվեարկության մասնակիցների 1.6%-ը, ընտրողների ընդհանուր թվի 0.7%-ը։ Էդգար Ղազարյանի մի հատ խորհուրդ եմ տալիս։ Հաջորդ անգամ, երբ փորձ ուզեցար կամ ցանկացար դաշնակցության անունը տաս, բերանդ մի հատ ուղողիր, հետո դաշնակցության անունը դոլա, ամեն բերանի մեջ այդպես չի կարելի այդ բառը ոլովել։ Այդ բառը սրբություն է։ Զգուշ եղիր եւ դաշնակցություն բառն ես գործածում կամ փորձում ես մոտենալ դաշնակցությանը եւ թիրախավորել։ Ես այն բանը կարմիր գիծն է, որից աշխատի, որ երբևէ չանցնես, լավ։ Ու գիտեք այդ արկիր ինչ է, որ դաշնակցության մասին խոսում է մարդ, ով ինքը եղել է մեկ կուսակցության անդամ, որ այդ կուսակցությունը 2018 թվականից հետո չի համարձակվել նույնիսկ իր անունով որևիցե ընտրության մասնակցել։ Իր անունով որևիցե ընտրության մասնակցելու համարձակությունը չի ունեցել։ Դաշնակցությունը ձայնա բերել, ձայն չի բերել, ինքը շատ լավ գիտի իր տեղը որտեղ է, ինչ տեղ է զբաղեցնում այսօրվա քաղաքական դաշտում, եւ իր անունով մասնակցում է։ Հաղթում է, չի հաղթում, չի հաղթում, բայց քաջություն ունի ամեն հարցերում ինքը իր անվան ներկայանալ, իր ծանրակշիռ ներկայությունը ունենալ։ Ու միակ նայեք այսօրվա քաղաքական դաշտին, առավոտից գիշեր, ԿՊ, ՄՊ, բոլորը եւ իջարստած նաեւ այս ընդդիմության մի խոշոր բաժինը եւ դրան ճակում նաեւ դուք ամեն ինչ թողած կախվել եք միայն դաշնակցությունից։ Ու սա հենց այն կուսակցությունն է, որ ձեր հավակնությամբ ունի ընդամենը 5000 ձայն։ Իսկ եթե ունի 5000 ձայն ընդամենը Երևանում, բա ինչ եք այսքան ընկեր իր հետևից։ Ինչ են ԿՊ-ն ընկեր իր հետևից։ Ինչու են բոլոր առավոտից գիշեր միայն դաշնակցության անունը տալիս։ Հիշեցնում եմ, մյուս անգամ այդ անուն ուզեցաք տալ այդ բառը ոլովել, բերաները ջուր քաշեք, հետո տվեք։ Այդպես համարձակությամբ մի այդ անունը ոլովեք, որտեղ կարող է հետո չգնամ առաջել։ Շարունակություն լսենք։ Մաթեմատիկական ճշտությունը իրանց հեղինակության 5882-ը։ Ամենաշատ ձայնը, որ հավաքել են Երևանում 15913 թվին, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ We ran a promotion cutting the price of Mint Unlimited in half, and it was so popular, we're doing it again. Միայն Դավիթ Համբարձումյանը Մասիս համայնքում մոտավորապես 2.5 անգամ ավելի շատ ձայն է հավաքել։ Մենակ Դավիթ Համբարձումյանը մենակ Մասիս համայնքում։
Այս թեմային ես մի հատ կարճ ասեմ, որտեղ մի անգամ էլ գրել եմ։ Շատերը գուցե չեն էլ հիշում, որ Մասիս համայնքում ինչ է տեղի ունեցել, ընտրությունները ինչպես են եղել։ Մասիս համայնքում ընտրությունները եղել են երկու տեխնացուի մեջ, որքան որ հիշում եմ, հույսով եմ, որ չեմ սխալվում։ Մեկը եղել է ԿՊԱ-ական պատգամավոր, իսկ մյուսը եղել է Դավիթ Համբարձումյանը։ Իսկ Դավիթ Համբարձումյանը լինելով հանրապետական կուսակցության անդամ, այնուամենայնիվ համարտակությունը չի ունեցել կամ չեն ունեցել հանրապետական անունով ներկանալ, որտեղ շատ լավ գիտակցել են, հասկացել են, որ եթե այդ անվան տակ, այդ դրոշով ներկայանան, 0 շանս ունեն կարողանան որովհետեւ ձայն հավաքել, որտեղ հենց այդ անունը որ տալիս ես, արդեն մնացածը կարելի է գուշակել, թե դրությունների արդյունքը ինչ է լինում։ Դավիթ Համբարձումյանը ներկայացրել է Դավիթ Համբարձումյանի դաշինք անունով մի հատ խումբ, մի հատ դաշինք այդ անունով, եւ այդ անունով մասնակցել ընտրություններին, ժողովուրդ ունեցել է երկու ընտրություն, կամ այդ դաշինքին ձայն տա, կամ ձայն տա Մասիս կամ ԿՊ-ին։ Եվ բնականաբար այդ երկընտրանքի մեջ ժողովուրդը գնացել է ԿՊ-ին մերժել է եւ Դավիթ Համբարձումյանին է ձայն տվել։ Շատ կուզեի անկեղծ եմ ասում, որ այս մարդիկ ցույց տան 2018 թվականից հետո մեկ ընտրություն, երբ իրենց անունով մասնակցած կլինեն, իրենց դրոշով մասնակցած կլինեն եւ այդտեղ հաղթած կլինեն։ Հաղթեն էլ ոչ, դեռ մասսահամարձակությունը կունենան մասնակցելու։ Հիմա շարունակաբար փորձում են Դավիթ Համբարձումյանի օրինակը բերել առաջ։ Հիմա ես շատ կուզեի անկեղծ ասած, տեսնել եթե հանրապետական կուսակցության անունով Դավիթ Համբարձումյանը մասնակցած լիներ ընտրությունների, քանի ձայն կկարողանար Մասիս համայնքում հավաքել, որ հիմա այդպես է ձայների վրա իրենք կենտրոնանում են։ Ամենայն հարգանքով իր անձի կապակցությամբ։ Քան հայեղափոխական դաշնակցությունը Երևան քաղաքում ամբողջ կուսակցությունը։ Հիմա այդ վարկանիշ ունեցողները գնում են ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Դրա համար այդ իմպիչմենտի հետ կապված անլուրջ չեն ուզում մոտենալ, իրան չեն ուզում նախաձեռնողներին անուն են կպցնում, ոչ թե տրվեն դրան ասելեսի բացառիկ հնարավորությունը, առանց Նիկոլ Փաշինյանի ընտրության գնալու իրանից ազատվելու։ Այլ հենց ուզում են այս բոլոր նախաձեռնությունները տապալվի, որ իրան գնան հանգիստ իրաց 1.6% հավաքեն, որ այդ իրաց 1.6%-ի 5000 ձայնի 20%-ն է 5000 անգամ 20%։ 1000 ձայնել հետո դա միանա ԿՊ-ի ձայներին, այսինքն մարդկան թվա թե իրան ընտրել են ընդդիմադիր քաղաքական ուժ, բայց բարձի որ դրա ձայների 20%-ն էլ ԿՊ-ա։ Դրա արդյունքում եւս մի ԿՊ-ական մանդատ կվերցնի։ Ինչ ասես այս մարդկանց։ Հասի հաջողությունը կամ արժանինքները սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս։ Այս փաստաթղթը մի 10 շոկետ լայվ առանցեն ժողովրդական ուշա, բայց Դրան թե ինչի դուք ձեր ստորագրությունները չեք դնում մյուս իրականը նախաձեռնության թղթի տակ։ Կարող մի բան ձեզ հարցնեմ։ Իսկ ինչ է խանգարում, երբ որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Իսկ ինչն է խանգարում, երբ որ խորհրդարան մուտք կլինեն, անելուց կլինենք, որտեղ Սահմանադրության 117 հոդվածը ասում է, որ իմպիչմենտի գործընթացը սկսվում է պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ։ Ինչ չի ասում, առնվազն 1/3-ի։ Առնվազն 1/3-ի, պարոն Սաղաթելյան։ Բարակայում։ Այսինքն, երբ որ այդ գործընթացը անելու կլինենք, այդ ստորագրությունները կա։ Իսկ այսինքն հարցերը ինչի առաջանում, ինչի քաղաքական ուժ երբ որ հրապարակային հայտարարություն անում, դրանից եկում հիմք չկա։ Այսինքն եթե այսօր գնացել եք խորհրդարան, այս մարդիկ հայտարարել են, ինչի չեք այդունում 4 անկախ պատգամավորի, ինչի չեք ուզում ԿՊ-ականներից այդ ստորագրությունները։ Տեսեք, մինչև հիմա ինչ էր ասում, մենք միասին հիմա այստեղ արդեն բան է։ Հիմա Էդգարը ստես ուրիշ բաներ ասել, բայց ինձ համար էլ հարց է ծագում, լավ, ինչու այդ 28 ստորագրություններ ստանալը այդքան կարևոր է, բայց այն 4-ը կարևոր չի։ Ինչու մինչև այսօր մեկ շաբաթ արդեն անցնում է, ոչ մի քայլ չեն արել այն 4-ի ստորագրություններ ստանալ, լավ։ Տրամաբանորեն 4 հոգու ստորագրություն ստանալը 4 հոգուն համոզելը տրամաբանորեն շատ ավելի հեշտ պիտի լինի, քան 28 հոգուն համոզել։ Եթե առաջնորդվենք իրենց տրամաբանությամբ, որ այն 28-ն էլ որ ասենք Հայաստան դաշնակի պատգամավորներն են խորքում համաձայն չեն այս գործընթացի հետ,
կա 28 մարդ որ համաձայն չէ այս գործընթացի հետ, օրինակ, կա 4 մարդ էլ որ համաձայն չէ այս գործընթացի հետ։ Տրամաբանորեն են 4-ին համոզելը ավելի հեշտ պետք է լինի, քան 28-ին համոզելը։ Լավ, դուք սկսեք 4-ից, չէ՞։ Սկսեք այն 4-ին համոզել առաջ։ Իդեպ այդ 4-ից մեկը հենց ձեր թիմակիցն է, սկսեք այդ մեկից համոզել։ Իշխան Զաքարյանից սկսեք համոզել։ Հետո գնացեք սկսեք Գեգամ Նազարյանի հետ խոսել համոզել։ Այդ ձեր պարտականությունն է, չէ՞, որպես նախաձեռնող խումբ, ով նախաձեռնել է։ Իսկ այդ 4-ին թողած կպելեն են 28-ին, որը իրենց ենթադրությամբ խանգարում են եւ չեն թողնում։ Բայց 4-ը ավելի հեշտ է, չէ՞։ Ինչու այդ 4-ից դուք չեք սկսում եւ ամբողջ ձեր կենտրոնացումը դրել եք այն 28-ի վրա։ Տրամաբանական հարց է, չէ՞։ Եթե չեք ուզում թիրախավորել այդ 28-ին, ուրիշ հետին նպատակներ չունեք այդտեղ, գնացեք այդ 4-ից սկսեք։ Ինչու եք կախվել այդ 28-ից, որ իդեպ այդ 28-ը ոչ հեղինակություն ունեն, ոչ լծակ ունեն, ոչ ուժ ունեն, ոչ ազդեցություն ունեն, ընտրությունների են մասնակցեն, ոչ մի ձայն իրենցից չեն հավաքելու, ոչ մի ձայն չեն ներկայացնել։ Անկեղծությամբ, ինչի չեք գնում Only 1% know this iPhone trick. The phone ասեք այդ ասողը պետք է հասնել, ասեք մի հարց կարելի է ընկեր իշխան։ Ով ասեք ինչի չեք գնում ԿՊ-ական պատգամավոր բերելու։ Ով գնա ԿՊ-ական պատգամավոր բերելու, եթե ոչ, ասեք իշխան Սաղաթելյան։ Հիմա Ինչու իշխան Սաղաթելյան եւ ինչու ոչ դուք Էդգար Ղազարյան եւ Նարեկ Մալյան։ Երբ փետրվարի վերջերին գործողությունը սկսեցիք, այս գործընթացը սկսեցիք, մեծ բրթում էիք, մեծ հոխորտում էիք, որ ԿՊ-ի հետ բանակցողներ կա, փողոց գեներացնողներ կա, այդ ես չեմ ասել, Նարեկ Մալյանի հարցազրույցն է 168 եւ կայքի հետ, իր լայվերը չկան դժբախտաբար, բայց հարցազրույցները 168 կայքի մեջ պահված կա, բոլորը կարող եք գնալ այդտեղ նայել, ուղղակիորեն հենց հարցազրույցի խորագիրն էլ է, դա հարցազրույցի վերջում էլ ասում, տեղն էլ ասեմ, որտեղ ասում։ ԿՊ-ի հետ բանակցողներ կա, փողոց երացնողներ կա, բառը ուղղակի սա է օգտագործում։ Բայց դուք չէիք որ ասում եք մենք ԿՊ-ականների հետ խոսանք։ Մի հատ գնացեք իրենց լայվերը փորձեք նայեք։ Այստեղ է որ էլի ժողովրդին էշի տեղ են դնում, կարծում են ժողովուրդը հիշողություն չունի, կամ իրենց հիշողությունը կարճ է, մոռացել են որ փետրվարի սկզբին այս գործընթացը սկսելուց ինչ խոստումներ էին տալիս, ինչեր էին ասում եւ ինչ են կանելու։ Շատ հստակ այն ժամանակ ասում են որ մենք ձեզանից ոչինչ չենք ուզում պատգամավորներից։ Պատգամավորները միայն կան թղթի տակ ստորագրեն, այդ 36-ած ստորագրություն ունենանք նախաձեռնությունը։ Սկսենք մնացածը մեր վրա։ Այդ Նարեկն էր ասում, փողոցը ես գիտեմ ոնց երացնեմ, ձևը գիտեմ, եթե դուք չեք իմանում, ԿՊ-ականների հետ բանակցելու ձևներ գիտեմ։ Դե բանակցող եք, գնացեք բանակցեք։ Հիմա սա Լիլիթ Հարությունյանի Ասլանի այս տեսակետը փոխել են, ասում են, չէ, մենք պիտի գնանք բանակցենք, մենք ով ենք որ բանակցենք, դուք պիտի բանակցեք։ Բայց չենք ջան, դուք եք խոստումը տվել, որ բանակցելու եք։ Դուք եք խոստումը տվել, որ գնալու եք ԿՊ-ականներից մարդ եք բերելու։ Դուք գոնե մի հատ կարծում ձեր տված խոստումի, ձեր տված խոսքի տերը կանեք, գնացեք արեք։ Այդ դուք չէիք, ամեն հարցազրույցից հարցազրույց օրը 4 անգամ կրկնում եք, դե մենք գիտենք ԿՊ-ականներին ոնց համոզենք։ Փողի մուննատ այդ մարդիկ վարկեր են ստացել, հիպոթեկ են ստացել, ես ինչ գիտեմ, վարկեր են փակում, կգնանք Նարեկն էր ասում, ասում մի երկուսին ես պատրաստ եմ ինքս հիպոթեկ առաջարկեմ, որ փակեմ ես իրենց հիպոթեկը, փող հավաքենք, բան անենք, իրենց հիպոթեկերը փակենք, ես մարդիկ կան օգուտ մեզ կվարկեն։ Բայց ինչու հիմա էլ չեք ասում այդ բաների մասին։ Ինչու էլ չեք խոսում այդ բանի մասին։ Բայց կարծում եք ժողովուրդը հիշողություն չունի, դեռ այդ խոսքերը չի քիչում, որ դուք եք այդ բաներն ասում։ Դե շատ պարզ է, որտեղ հետո հասկացաք, դա կոռուպցիա է, դա կաշառակերություն է։ Այդ այն եղանակն է, որ նախկինում պատկերացնում եք, տեսով ժողովրդի ձայներ եք խոսում։ Բայց հասկացաք, դե հիմա մի քիչ կարծես այն չի կարելի այդ ձևաչափով առաջնորդվել եւ падգամավորներից այդպես ձայներ ստանալ, հիպոթեկ փակելով, փող տալով, բող տալով։ Եվ հիմա տեսնում եք այլևս այդ մասին ժողովուրդյան չեն խոսում ձեզ հետ։ Այն ժամանակ դեզի էշի տեղ էին, դες խափում էին։ Իսկ հիմա միանգամից իրենց ուսերի վրա այս վերսել են պատասխանատվություն, ասում են մեզ ինչ, մեկ ինչ գործ ունենք, դուք գնացեք, դուք պիտի գնաք բանակցեք, խոսեք, մենք մենակ նախաձեռնող ենք, մեկ ինչ պատասխանատվություն ունենք։ Դե պատասխանատվություն չունեք, բայց ինչ եք այդքան սուրանդակի նման նամակ արել ձեռնեք, այս սենյակից այն սենյակ վազում, փորձում եք ստորագրություն առնեք այդ նամակների տակ։ Փոքր տեղեկանք Իշխան Սաղաթելյանի պատգամավորական գործունեության մասին։ Իշխան ոչ ամբողջական էլի։ Սաղաթելյանը ընդգրկված է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։ Երբ որ ես գնացել էի իր հանձնարարությունը կատարելով ԿՊ-ական պատգամավոր բերելու, այսինքն որպեսզի հանդիպեմ
տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամների հետ, այդ հանձնաժողովի ընդունելությունը մի անգամ չի կայացել, առաջին անգամ, որտեղ մենակ ես էի գրանցված, եւ նաեւ ինքը չէր եկել, որպեսզի իրանց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին ասել, իջի արի գնում ենք քաղաքացին եկել է ընդունելության, որպեսզի միասին այդ գործը անենք, չի եկել։ Դրանից հետո այս ամսվա հունիս ամսվա ընդունելությանը մեկ այլ քաղաքացի էր գրանցված եւ ինձ տեղեկացնում է, դե ինչ չեն ասում պատգամավորներից ով ընդունում, ասում է վաղն ընդունելությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի Իշխան Սաղաթելյանն է լինելու, պարոն Ղազարյան, շատ լավ է։ Գալիս եմ, պարզվում է, որ Իշխան Սաղաթելյանը չի, այլ Նարեկ Ղարամանյանն, այսինքն ինքը պիտի գար չի եկել, ամենայն հավանականությամբ տենց է ստացվում, եկել է միակ քպեականն էլ ասում է, ես Էդգար Ղազարյանից չեմ հանդիպում։ Հիմա հարց առիթ չի քպեական պատգամավորների հետ նաև գիտեք, որ ես եցում եմ ազգային ժողով, այդ պատգամավորներին հանդիպելու մի օրակարգային հարց ամբողջ աշխարհը գիտի, մամուլով դա լուսաբանվում է, լայվեր են անում լրատվամիջոցների պատիվ իրենց, որտեղ բոլորը գիտեն, որ դա անձնական հարցերով ես չեմ գնացել, բայց դուք որ գիտեք, ասում եք գնացեք պատգամավոր բերեք, գնացեք Պատկերացնում եք ցինիզմ էս մարդկանց։ Ուրեմն հիմա բացատրեմ ինչ ա կատարվել, ինչ ա ուզում ասել։ Իհարկե խոսքերը խճճում է, այսպես անում, բայց միտքը բանին սա է, այս տպավորությունն ա ուզում ստեղծել Էդգար Ղազարյանը ժողովրդի մոտ, որ ինքը պիտի գնա այդ Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպի, Իշխան Սաղաթելյանը իբր իմացել է, որ Էդգար Ղազարյանն ա գալի, չի գնացել, մի հատ քպականի ա ուղարկել, քպականը չի հանդիպել, ուրեմն Իշխան Սաղաթելյանն ա մեղավոր էս ամենի միջին։ Իչիվեք մի հատ հայտի բանասերությունը կարկուտ կայծակ բան այդպես փոթորիկ երկրաշարժ բան վերջում մեղավոր է դաշնակցություն։ Հիմա այստեղ նույն պատմությունն է։ Հիմա քպական падգամավորը պատրաստ չի եղել իրան հանդիպի, այդ հարցում Իշխան Սաղաթելյանն է մեղավոր, եւ Իշխան Սաղաթելյանն է մեղավոր, որ չի գնացել քպական падգամավորին հավանաբար համոզի, որ դու արի գնա նստի տես Էդգար Ղազարյանը քեզ ինչ ասում, իր հետ խոսի։ Լավ, տեսնեք ցինիզմի մակարդակը։ Դու չգիտես այդ քպականների ասեն, գիտեք, տեղը չգիտեք, գիտեք։ Գնացեք հանդիպեք, ինչ գործ ունեք Իշխան Սաղաթելյանի հետ, ինչ գործ ունեք Հայաստան դաշնակցի падգամավորների հետ։ Դուք չեք ասում եք, որ այս մարդիկ հեղինակություն չունեն, լծակ չունեն, ազդեցություն չունեն, իրանցից ոչինչ չեն ներկայացնում։ Այդ իրանցից ոչինչ չներկայացնող մարդիկ ո՞նց են կարող քպականների վրա ազդել։ Դուք հավանաբար մեծ հեղինակություն ունեք, դուք աշխարհի ամենամեծ հեղինակություն ունեք, ամենամեծ հսկա լծակները ձեզ եկի ունեք։ Գնացեք, աշխատեք կպանկաներին համոզեք, ինչ գործ ունեք այդ հեղինակություն չունեցող, լծակ չունեցող, բոքսի տանձիկ, խուդել падգամավորների հետ ձեր բնութագրման։ Գնացեք ձեր արեք, շարունակաբար անընդհատ մեղադրում եք, ես ճիշտ եմ Հայաստան դաշնքի, որ խիփը խանգարել են կամ չեմ թողել անի, ժողովրդին այդպեսի տպավորություն եք ստեղծում, փորձում ստեղծել։ Իդեպ շանտաժն էլ հենց այս է լինում, որ շանտաժի ձևերից մեկն հենց սա է։ Բանտիկները կապենք, բերենք, հանձնենք, գցենք Պարոն Սաղաթելյանի ոտքերի տակ։ Ո՞վ պիտի դա անի։ Դուք պիտի անեք։ Եթե ոչ դուք։ Չէ, դուք պիտի անեք։ Դուք եք խոսացել որ միանաք այդ նախաձեռնության։ Լինեք համահեղինակ եւ նոր գնաք այդ մյուս գործերը անելու։ Կողքից մարդը, Էդգար Ղազարյանը, Նարեկ Մայլյանը եւ հազարավոր քաղաքացիներ, որ պիտի հավաքվեն ազգային ժողովի բակում, դա օպցիա է, լրացուցիչ հնարավորություն։ Ձեր պարտականությունները դրանից չի փոխվում։ Մենք հայտարարել ենք, մենք ասել ենք, եթե շարունակում է թիրախավորումը ստեղ, ուրեմն արդեն այդ նպատակի շուրջ մի շարք հարցականներ առաջարկում են։ Թիրախավորում։ Ես քեզ թիրախավորեմ, որ ինչ անեմ, ման։ Խնդրում եմ այդ ցանկացած տրամաբանություն ունեցող մարդ, թող իր մտքում տա այդ հետեւյալ հարցը. Էդգար Ղազարյանը ինչի պիտի թիրախավորի Իշխան Սաղաթելյանին։ Do you need a loan for your business? Well, if you've been around for over a year, I'm about to show you how to get a Մի մարդ, որ մի բան անում, պետք է մանավանդ գիտակից մարդը, խելքի գլխի մարդը, պետք է նպատակ ունենա, չէ՞, ասենք ես դա անում եմ սրա համար։ Իմ օգուտը, իմ իմական թիրախավորելը որն է։ Ընդամենը ասում եմ, հարգարժան падգամավոր, դու մինչև հիմա վարչապետին անվստահության գործընթաց չես նախաձեռնել, հիմա կա գործընթաց դրան չես միանում, ջանքեր չես ներդնում, որ դա իրականում գլխից ասում են դա չլող բան է։ Չլող բան է, որովհետև քպեական падգամավորները դրան չեն միանա։ Ինչի քպեական падգամավորները ավելի սկզբունքային, ավելի վճռական, ավելի կուռ ողնաշարով մարդիկ էին, քան դաշնակցականները 18 թվին։
18-ին հայ-աղապողական դաշնակցությունը չեն ընտրել Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում։ Ոնց որ միաձայն։ Բայց նույն դաշնակցականները չէին 18-ին, որ առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ինչև ընտրելը։ Աղոն Վարդանը այն չընտրելուն առանձնացավ ի պատիվ իրեն, բայց առաջադրման ասեցից միացել ամբողջ խմբակ Խեղաթյուրում են կրկին Նիկոլ Փաշինյանի ուրեմն որքանի հիշում եմ տեխնացություն առաջադրել է երկտաշինքի տեխնացուն է եղել Նիկոլ Փաշինյանը իսկ դրան հետո միացել են Բարգավաճ Հայաստանը որ ունեցել է բազմաթիվ ամենամեծ խմբակցություն է եղել ընդդիմադիր ազգային ժողով իսկ այդտեղ դաշնակցություն թամես ունեցել է 7 ձայն իսկ այս ամբողջ process-ը տեղի ունեցել ինչի արդյունքում ոչ թե նրանք հենց այսպես ի սկզբանե ամիջապես գնացել են Նիկոլ Փաշինյանի սիստեմ անվստահություն են հայտնել Սերժ Սարգսյանին անվստահության գործընթացի արդյունքում այս ամեն ինչ դրավորվել ոչ եղել է փողոց գեներալացված փողոց որ դրա մանրամասնությունների մեջ չմտնեմ ով արել ինչպես արել կարող էին կանխել չեն կանխել դրանք եք արդեն շատ այս վեճի շրջանում քննարկվել եղել է փողոց իրավիճակը բերել է հասցրել է մի հատ փակուղային վիճակի որ այլևս դրանից ելք չի եղել իսկ այդ փակուղային վիճակի մեջ առաջադրվել է Նիկոլ Փաշինյանը իսկ այդ առաջադրման ընդհանրապես միացել է հայկական դաշնակցությունը եւ նկատի առնելով փողոցում եղած ժողովրդի ցանկությունը տվել է իր ձայնը այդ օրվա տեխնացուին որ եղել է Նիկոլ Փաշինյանի դեպ ուրիշ տեխնացու է չի եղել ուրիշ տեխնացու է առաջադրված լիներ հանրապետական թող ուրիշ տեխնացու առաջադրել ուրիշ տեխնացու առաջադրելն հնարավոր է այս ամբողջ իրավիճակը տարբեր լինել ուրեմն ամբողջ մեկը թող չբարձեն դաշնակցության վրա կամ փորձեն համեմատություններ անցկացնել Չնով են առաջադրել։ Բայց ո՞նց է ելել։ Բայց նույնիսկ ձեր օրինակը չեք ուզում ներկայացնել որպես success story, հաջողության պատմություն, որ կարա նաև դա հաջողի։ Չէ, մի անգամից ասում եք, չէ, դա չլող բան է, անլուրջ բան է։ Բայց ո՞նց եղավ որ Իդեպ ասեմ 2018 թվականի օրինակը ոչ թե այս մարդկանց վերած թեզերն է հաստատում որ անվստահություն հայտնելու թեզն է հաստատում որտեղ 2018 թվականի գործընթացը ինչ որ տեղի ունեցավ դա ընդհանրապես անվստահության գործընթացի հետ կապ չունի եւ ընդհանրապես հայմատություն անցկացնելը անիմաստ է այս երկու գործընթացների մեջ դա իշխանապողության մի հատ ուրիշ եղանակ էր փողոցի գեներացում էր հրաժարականի պահանջ էր չկար տեխնացու Սերժ Սարգսյանը արդեն իսկ հրաժարվել էր եւ չկար գործող վարչապետ եւ եղել է վարչապետի առաջադրում եւ ձայն են տվել եղած միակ տեխնացուին որ եղել է Նիկոլ Փաշինյանը միշտ այսօրվա գործընթացը լրիվորեն տարբեր գործընթաց է կա գործող վարչապետ որին դու ուզում ես անվստահություն հայտնել եւ իդեպ այս ծրագրով խոսքերով որ ասել ենք այսքան ժամանակ ընդհանրապես նրան անվստահություն հայտնել հնարավոր չի եւ դրա արդյունքը լինելու է 0 եւ վստահություն Նիկոլ Փաշինյանի նույն քպից է չլողներից Երկու հոգի ոչ միայն արդեն դուրս են եկել, այլ ձեզնից առաջ են նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ 5 ամիս առաջ նրանք ԿՊ չէին, բայց այն չի բացառում այդ հնարավորությունը, որ նորն էլ կարան։ Էլի ժողովրդի խափումը եւ էջի տեղադրում։ Բոլորս տեսել ենք մի քանի ամիս առաջ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը ինչ պայմաններում են դուրս եկել։ Այնպես չի եղել, որ իրենք նորմալ պայմաններում դժգոհել եղել Նիկոլ Փաշինյանի կառավարումից, խնդիր ունեցել Նիկոլ Փաշինյանի դուրս են եկել։ Պարզապես այդ Հովիկ Աղազարյանը կանգնել է մեկ իրավիճակի մեջ, իրեն ասել է մանդատի վայր դնեց, ուրիշ ելք չի ունեցել, փողը ստանալու համար, աշխատավարձ պահելու համար դուրս է եկել ԿՊ-ից, մնացել է որպես պատգամավոր, ուրիշ ելք չի ունեցել փող աշխատելու համար։ Էս է եղել այդ մարդկանց դրդապատճառը։ Եթե Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի դեմ այդ քրական գործերը չարուցեր, եթե հերախոսների խնդիրը չլիներ, Հովիկ Աղազարյանը ԿՊ-ից դուրս կացող է, կամ Հակոբ Ասլանյանը ԿՊ-ից դուրս կացող է, 1000 տարի էլ անցներ այդ մարդիկ ԿՊ-ից դուրս չէին գալու։ Ուրեմն գործընթացը ուրիշ մի բան է եղել։ Էլի ժողովրդին փորձում են էշի տեղ դնել, խաբել եւ ինչ որ ուրիշ process բերել կապել իրենց այդպես ասած թեզերի հետ, որ տեսեք հնարավոր է ԿՊ-ից դուրս բերել։ Եկեք Նիկոլ Փաշինյանը չցանկանար, այդ մարդիկ ընդհանրապես ԿՊ-ից դուրս չէին կարող գալ։ Աշխատանքը չէ, հա, նեղություն է, հա, արդեն այստեղ ոչ եք կարա մեկին մեղադրեք, ասեք ժողովուրդը քիչ էին, պիտի 50,000 էլ էին, 20,000 եկան, բանը, պիտի չաղերը գային, նիհարներն եկան, մեղադրբան, մեզ չընտրեցին, եթե մեզ ընտրեինք, մենք քաղաքտեինք, թե սահտերելով ժողովուրդն է մեղա, այս մի տեղը մեղադրելու տեղ չունեն, որտեղ իրանք պիտի գործողություն անեն, իսկ որպեսի չանեն, են գղեց ասեն չլող բան է, ծիծաղի բան է, խեղ կատագույն բան կա, Երևան Բոզան, երեք իրախ հայտարարության օրներ բանում է, հա մեկում, խեղ կատակություն է, այսինքն իրանք որ մայր Հայաստանով գնացել են
Միանգամից երկու ուժի պարտվել են Երևանի ընտրություններում, երրորդ տեղն են ընկել։ Մի հատ է Գյումրիում 5-րդ տեղն են ընկել, եթե խելքատակություն։ Գիտեք, այս մարդկանց ատելությունը, որ ունեն ուրիշ քաղաքական գործիչների հանդեպ, այստեղից արդեն բարձ է դառնում։ Հիմա դες կրացակապում է Մայր Հայաստան դաշինքին։ Իդեպ առաջարկեմ, որ գնաք այդ բանավեճը լսեք, պարոն Բոզոյանի հայտարարությունները կամ խոսքեր այնտեղ լսեք, կարծում եմ կհաստատեք ինքներդ, թե ով է այնտեղ ճիշտ ասում, ով է տրամաբանական խոսում, թե ոչ։ Իսկ այդ ընտրությունների մասին, որ ինքն ասում է, Մայր Հայաստան դաշինքը երկու ընտրություններին մասնակցել է եւ կարողացել է խոշոր արդյունք արձանագրել։ Կարողացել են այնպես անեն, գոնե Երևանում, որ առաջի փուլում ուրեմն Տիգրան Ավիդյանը չէր կարողանում քաղաքապետ ընտրվել, եթե հիշեք, միանձնյակ բան չէր կարող ներեցեք քաղաքապետ ձևավորել։ Եվ միայն Դոգի միանալուց հետո էր, որ կարողացավ դառնալ Տիգրան Ավիդյանը քաղաքապետ։ Եվ դա եղել է հենց Մայր Հայաստան դաշինքի շնորհիվ։ Եթե Դոգը չմիանար վերջի պահին, ինչ որ հիմա Դոգ ունի դա կապը, այդտեղ բավական խոսել են դրանց մասին։ Տիգրան Ավիդյանը քաղաքապետ չէր դառնա եւ Մայր Հայաստանը այդտեղ հաջողած կլիներ։ Իսկ Գյումրի ընտրություններում հենց Մայր Հայաստանի եւ մյուս քաղաքական ուժերի տարած աշխատանքի շնորհիվ տեսանք, որ ԿՊ-ն զրկվեց իշխանությունից եւ իշխանություն չունի։ Հետևաբար, այստեղ նույնպես ժողովրդին էշի տեղ են դնում։ Ընդհանրապես մի քանի ամիս առաջվա տեղի ունեցած գործընթացը փորձում են հերքել, որ իբր այնպես ձևացնել, որ այնտեղ էլ ԿՊ-ն չի հաղթել, պարտություն է եղել։ Միշտ իդեպ Մայր Հայաստանի եւ մյուս քաղաքական ուժերի համագործակցությամբ եւ այդ հաջողած մոդելի օրակարգությամբ կարողացան ԿՊ-ին զրկել Գյումրիում իշխանությունից։ Բայց փորձում են իրողությունները ատելության պատճառով որ ունեն, ասենք, Մայր Հայաստան դաշինքի կապակցությամբ իրողությունները այլ կերպ ներկայացնել։ Պետք է պրագմատիկ քաղաքական գործունեությունն է։ Ես երես մի 5 րոպե ձեր ժամը խփել եւ կարողացել վերջի բաժին։ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տալ ստեղծել ժողովրդավարության իմիտացիա ազատ ընտրությունների եւ հաղթել։ Էդի խելամտությունն է։ Իսկ որ սահմանադրական գործիքը կիրառես վարչապետին հեռացնես, դա խեղճատակությունն է, անլրջությունն է։ Այս չվստահությունն շատ վատ բան է։ Եթե չեմ վստահում, թող ասեմ չեմ վստահում։ Դու պատկերացնում եք քաղաքական ուժով այդ մասին շատ հստակ հայտարարություն արել, գործընթաց լինի ու հրաժարվի այդ process-ից։ Այո, ճավ, ես պատկերացնում եմ, տես մի հատ քաղաքական ուժ կոչվում է Հայաստան խմբակցություն, ասեմ ձեզ, որ այդ շարքերում ա եղել նաև 2022 թվականին նաև պատիվ ունեմ խմբակցությունը։ Եվ որ ժողովուրդը հավաքավ ազգային ժողովի դիմաց, իրանք ասին Սերան Օհանյանն էլ ասաց սպայի խոսք եմ տալիս, որ մենք սկսում ենք անվստահության գործընթաց, գնացին ազգային ժողով, ընդեն նստեցին, դրանից հետո Արամ Վարդովյանը եկավ, այս նույն 28-ը ավելա, այն ժամանակ Գեգամ Նազարյանը կար մեջները, պատիվ ունեմներ կար մեջները, 28+1+6, եկան 35 պատգամավորի ցուցակը հրապարակեցին, ոնց որ հիմա 28-ն են հրապարակում, ասին մենք սկսել ենք անվստահության գործընթաց, սուտ Չէին սկսել, որովհետև վարչապետի տեխնացու չունեին, որոշման նախագիծ չունեին։ Հիմա դուք պատկերացնում եք քաղաքական ուժ, որը մի բան ասի ու չանի։ Այո, ոչ միայն պատկերացնում ենք, այլև տեսել ենք։ Մենք տեսել ենք քաղաքական ուժ, որ ասել է, որ մենք կվերադառնանք խորհրդարան միայն մեր օրակարգով, ու վերադարձել են խորհրդարան մի օրակարգով, որը հաստատել ազգային ժողովի խորհուրդը, որի կազմում իրացից ոչ մեկը չկա։ Իհարկե, հիմա փորձում է այդ ուժի ներկայացնել որպես Հայաստան դաշինքը, որ իբր Հայաստան դաշինքն է վերադարձել ազգային ժողով։ Իհարկե, խոսում է 2022 թվականի դիմադրության շարժման դեպքերի մասին, դրա շարունակության մեջ, եթե հիշեք այդ սեպտեմբերի 14-ի գիշերվա իրադարձությունները, դրանց մասին շատ է խոսվել, հիմնական գլխավոր դերակատարներից մեկը այդ օրվա ձախողման, ժողովրդին սխալ ուղղորդելու ինքն է եղել, որ ժողովրդի մեջից պատկերացնեն տեսել եք բոլոր, տեսել եք, տեղյակ եք, չկրկնեմ, բայց այն ուժը, որ ազգային ժողով վերադարձավ բոյկոտից հետո, դա չի եղել Հայաստան դաշինքը։ Առաջինը վերադարձել է պատիվ ունեմ դաշինքը։ Գնացեք փաստերը կան։ Հիմա թվականներ չեմ հիշում, իսկ մի անգամ գրել եմ, պետք է նույնիսկ անեմ կգրեմ, հոկտեմբերի ներեթե չեմ սխալվում, պատիվ ունեմ դաշինքը միանգամից ներկայանում է ազգային ժողով, մի հատ անկապ նախագծի մասնակցում է, քվարկություն է կատարում եւ այդպիսով վեճ ատրվում այդ բոյկոտին, որը ամիսներ շարունակ դրված էր ազգային ժողովի վրա խմբակցությունների կողմից։ Իսկ եւ արդեն ընդդիմադիր խմբակցություններից մեկը վերադարձել ազգային ժողովի եւ մասնակցման նիստերին, այլևս երկրորդի
բոյկոտը կարծում եմ դառնում է անիմաստ շատ հասկանալի պատճառներով։ Հետևաբար այստեղ են ելի ժողովրդին էշի տեղ են դնում, փորձում են խաբել եւ իրողությունները այլ կերպ ներկայացնել։ Ազգային ժողով վերադարձողը եւ բոյկոտը խախտողը եւ այլ օրակարգով ազգային ժողով վերադարձողը Հայաստան դաշինքը չի եղել։ Իրանք հիմա այդ ազգային ժողովի այդ օրակարգով հեսա վաղնել են նիստ անելու։ Վաղվա ազգային ժողովի նիստի օրակարգը իշխան Սաղաթելյանը չի որոշել, այլ որոշել է Ալեն Սիմոնյանը։ Ինչ նշանակում չեմ վստահ, ես չեմ լսել դες բանն ասել, եթե դες բանն ասել, այլ է։ Ասեցի։ Իսկ գուցե այլ նպատակ կա այս ամեն ինչի տակ։ Դա այլ նպատակ։ Ասա, այլ նպատակ կա, չէ՞։ Սաղաթելյան, մի գուցե այլ նպատակ կա։ Հələ ասա, դու ասա, տնեք ո՞րն է այդ այլ նպատակը։ Ես ասեմ, որ դա այլ նպատակ է։ Մեր падգամավորներին ես մի փոքր քննադատություն ունեմ Հայաստան դաշինքի падգամավորներին։ Չափից դուրս համեստ եք, ընկերներ ջան։ Չափից դուրս համեստ եք, խոնարհ եք եւ քաղաքավարությունը պահպանում եք, հասկանում եմ, էթիկան պահպանում եք գործընկերության եւ փորձում եք չափերի մեջ մնալ, սահմանների մեջ մնալ, փակագծերը չեք բացում, չեք խոսում իրողությունների մասին, փորձում եք այդպես քողարկված կերպով ձեր միտքը փոխանցել, բայց ժողովուրդը չի հասկանում այդ ամենը։ Հետո այս մարդիկ դրա պատճառով որ դուք փակագծերը չեք բացում, խոնարհ եք, համեստ եք, իրողությունները փորձում եք այդպես խոցկել, ամեն ինչ այդպես չբարձրաձայնել, այդ ձեր համեստությունը չարաշահելով փորձում են ձեր վրա ոտցվել ու իրենց մտքերը ձեր փոխարեն տարածել եւ սխալ տպավորություն ստեղծել ձեր կայացած որոշումների մասին։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է ասեմ նպատակն ինչ է, շատ հստակ երկու բառով, երկու նախադասությամբ այս ամեն ինչի նպատակը ես գրել եմ, ասել եմ եւ հիմա էլ կասեմ։ Ժողովուրդ ջան, հատատ եմ ասում, որպես է բոլորդ հասկանանք։ Ընդհանրապես ոչ մի impeachment էլ գոյություն չունի, ոչ մի impeachment-ի գործընթաց էլ գոյություն չունի, որովհետեւ մեկը նպատակ չունի impeachment անել Նիկոլ Փաշինյանին, Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը, բոլոր ինձանից ավելի լավ գիտեն, տիրապետում են ինձանից լավ օրենքներին եւ գիտեն, որ այս համանadrությամբ դուք ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանին կամ ընդհանրապես որևէ վարչապետի impeachment անել չեք կարող, անվստահություն չեք կարող հայտնել։ Հատկապես այս պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱԿ-ներն են նստած, այդ ուսապարկեն են նստած ազգային ժողովում, բացառված է։ Հետևաբար ոչ մի impeachment-ի գործընթաց այստեղ գոյություն չունի։ Դա պարզապես ձեզ խաբելու նպատակ ունի։ Հայաստանում բոլորը այս պահին պատրաստվում են 2026 թվականի ընտրությունների համար։ Ամեն մարդ իր ձևով մեկն ունի քաջություն, Ռոբերտ Քոչարյանին բարձրաձայն իր տեսակետներն ասում է, չի էլ վախենում, որ ինչ անդրադարձ կունենա, ով ինչ կասի, իր միտքը ասում է, որտեղ անկեղծ է ժողովրդի հետ։ Անկեղծորեն, ազնվորեն ժողովրդին բացատրում է, որ երկ առայժմ էս է։ Կարող է 100%-անոց հաջողության շանս չունենանք, այո, 100%-ով ոչ ոք չի կարող գարանտիա շանս տա, բայց առայժմ միակ երկը, որ գոյություն ունի, սա է, համարձակություն ունի, ասում է։ Իսկ կան մարդիկ, իդեպ հենց այս նախաձեռնողները, որոնք ձեզ չեն բացատրում, չեն ասում, որ իրենք են պատրաստում 2026 թվականի ընտրությունների համար, բայց այս գործընթացը, այս impeachment-ը նախապատրաստական քայլ է, նախաբան է 2026 թվականի համար, կարգելու համար, նշանակելու համար, արհեստական կերպով ընդդիմության կեղծ թեկնածու, որ հետո պիտի ներկայացվի որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Ինչ է կատարվում, ինչու է իրենց անհրաժեշտ այսպես օդի ու ջուրի նման Հայաստան դաշինքի ստորագրությունները։ Ինչու չեն գնում հետո վերստան այդ թուղթը տանեն դնեն ազգային ժողով ու ասեն չէ հենց հիմա պետք է գաք ես մեր թղթի տակ ստորագրեք, որովհետև քիչ առաջ էլ ասեցի ստորագրությունը հատկապես եթե падգամավորի ստորագրությունը դա իրավական արժեք է ներկայացնում։ Եթե դու ստորագրում ես մեկ փաստաթղթի տակ, երաշխավորում ես պարտավորություն ես ստանձնում այդ թղթի կապակցությամբ։ Եթե դու ստորագրում ես մեկ թուղթ, որի վերև գրված է վարչապետի տեխնատու Դավիթ Համբարձումյան, դու պարտավորություն ես ստանձնում, որ այդ մարդը լինի քո վարչապետության տեխնատուն։ Իսկ այս մարդիկ ընդհանրապես նպատակ չունեն այս նախաձեռնությունը ազգային ժողով տանելու, որտեղ երբևէ այդ 54-ը ստորագրությունը չեն ունենալու ազգային ժողով մտնելու համար։ Տեսնում եք, չէ, ասում են 36-ով տարեք, ասում են, չէ, մենք 36-ով չենք տանելու։ Պիտի սպասենք 54, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է պլյուս 54 դեռ, հələ 54 է, չէ, պլյուս 54-ի հետևից պիտի գնանք, որ կարողանանք այդքանով ներստանենք։ Հիմա նստեք մինչև այդ 54 ստորագրությունը հավաքվի։
մի քանի ամիս էլ որ անցավ, այդ ստորագրությունները չավակվեց, ասելու են դե գիտեք, ստորագրությունները չավակվեց, հիմա այս նախաձեռնություն ազգային ժողով չեն կարող տանել։ Ինչ ենք անում, դե ինչ արած արդեն ընտրությունները մոտիկ է, բայց ունենք հիմա մի հատ միասնական տեխնացու, որ Հայաստան դաշինքն է տակը ստորագրել է։ Այդ փուլում հիմա իրենք ասում էին, որ խնդիր չկա, ինչ պահի ուզում են կարող են ստորագրությունները վերցնել։ Այդպես էլ հեշտ չի։ Եթե այդ փուլում Հայաստան դաշինքը փորձի ստորագրությունները հետ վերցնել Դավիթ Համբարձումյանի կամ որևէ անձի տեխնատության տակից, կնշանակի պարակտումա ընդդիմությանը։ Հետո սկսելու են այս ամբողջ քարոզությունը, որ հիմա է տարվում, կրկնակի եւ ավելի խիստ կերպով այն ժամանակ են տանելու, որ տեսեք, ունենք միասնական տեխնացու, հիմա Հայաստան դաշինքը, Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները խանգարում են եւ թույլ չեն տալի, որ մենք միասնական տեխնացու ունենանք եւ միասնական տեխնացուով ընդդիմությունը գնա ընտրությունների։ Երկու ելքամինում կամ դու քո գործն անես, քո տեխնացու ներկայացես, կմեղադրվես ընդդիմությունը պարակտելու մեջ, կամ այդ փուլում պարտավոր ես ենթարկվել իրենց, հետաբար փակվում է Ռոբերտ Քոչարյանի ընտրություններին մասնակցելու կամ իր քաղաքական ուժով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Երբ ասում ենք թիրախավորել են Ռոբերտ Քոչարյանին, հենց այստեղ է գտնվում այդ հարցը։ Եթե այս մարդկանց այդ թղթի տակ այդ ստորագրությունները այդքան անհրաժեշտ են, ի՞նչն է իրենց խանգարում, որպեսզի այդ ստորագրությունները թերթիկի վրա մնան առանձին կերպով, վերջին փուլում երբ որ ուզում են մտնել ազգային ժողով, կան վերցնեն այդ թերթիկը, տանեն եւ մտցնեն ազգային ժողով։ Եվ վերջի բաժին։ Եթե քո մտքով այլ, օրինակ իմ մտքով ոչ մի այլ նպատակ, կամ վարչապետի նամստավություն այդն նա չի անցնում։ Նույնիսկ չգիտեմ էլ ուրիշ ինչ նպատակ կարա լինի։ Եթե գործընթացը կոչվում է վարչապետի նամստավություն, այդն ու գործընթաց։ Այդ գործընթացի այլ նպատակ ես նույնիսկ չեմ պատկերացնում։ Ես ասեմ ասացի ինչ է Եթե դու պատկերացնում ես այլ նպատակ, մարդը ինքն է, ասա իմանան։ ասացի, Careful. Using this 15-second bath ritual can dissolve fungus too quickly. Դրա մասին խոսելուց, բայց ստեղ էլ մի կարևոր բան ասել, որ իմ ընկերներին ասել եմ, ստեղ հայտարարել եմ, հիմա եւս կրկնեմ։ Խոսակցության ժամանակ նաև շատ հստակ ասել ենք, որ մեր խոսակցությունը սրանով չի փակվում։ Եթե process-ը ձգվում է աշուն, ու աշնան այդ գործընթացները տեղի ունենալու, մենք չենք փակում այս խոսակցությունը։ Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով, պարտադրանքով կամ վիրավորանքով չենք խոսել։ Իսկ եթե հասկանանք, ինչ-որ մարդկանց միջոցով այս ճանապարհով են ուզում հարցերի լուծման հասնան, վստահեցնում եմ ձեզ, դա ոչ միայն այդ հարցերի հաջող ասածդ ինչ է, էլի։ Ուրեմն, այս մարդկանց մտքին հետևյալն է, որ Սերժ Սարգսյանը այս process-ը իր անում իր դեմ, ու Սերժ Սարգսյանը մարդ չունի անելու, գնացել է Էդգար Ղազարյանին, ասել է Էդգար Ղազարյանի միջոցով Իշխան Սաղաթելյանին բան ասի։ Ասածը էս է, անկեղծ ասել, ասա, մեկը խոփենք հիմա չենք, հասկանում ենք, չէ՞ դու ինչ ես ասում։ Եթե այդ ես ասում, այդ ասա։ Հիմա որ այդ ասի, պիտի դրան հասան, չասել, մենք կարաս հիմնավորել Սերժ Սարգսյանը Էդգար Ղազարյանի հետ ինչ կապ ունի հիմա այս պահին։ Կապը ես ասեմ, կապն է, որ հանրապետականի կողմից ամբողջ սնվող լրատվամիջոցները փետրվարից այս կողմ դարձել են ձեր խոսափողը։ Ընդհանրապես որևէ այլ մտքի լեսարան չեն տրամադրում, որևէ բանավեճ չեն կազմակերպում եւ միայն դուք դարձել եք այդ հանրապետականի կողմից սնվող եւ ֆինանսավորվող լրատվամիջոցների ասխը եւ ընդհանրապես ձեզ համար լեսարան են ապահովում, փորձում են ձեր դարձնել դրանց խոսափողը։ Հենց այսքան པարզ, որևէ այստեղ բարդ բան չկա։ Հաստատ Սերժ Սարգսյանը չի եկել Էդգար Ղազարյանին ասի գնա այս բանը ասա։ Էդգար Ղազարյանն այնքան էլ չեմ կարծում մեծ մարդ լինի, որ Սերժ Սարգսյանը ուղղակի դիմի իրան ասի գնա այս ասա։ Բայց իրենց լրատվամիջոցների միջոցով այս մարդկանց, որոնք ռուպերի դեր են կատարում, այդպես ռուպերը գիտեք ինչպես արդեն, փորձում են խոսափող լսարան ապահովել իրենց համար, որպեսզի իրենց ձայնը տարածվի հասարակության մեջ։ Այդպես է գործընթացը տեղի ունենում։ Այնա Սերժ Սարգսյանի Էդգար Ղազարյանը, ով որ մտածում է, որ Էդգար Ղազարյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում եղել է մարզպետ, եղել է դեսպան։ Սերժ Սարգսյանը դեկան է եղել Էդգար Ղազարյանը, կանչել է նշանակել է մարզպետ, ոչ փողահարել, ոչ փողախոստացել, ոչ իդեմ ինչ արել, չէ՞։ Բադ բան արել, Նիկոլեն իրանն է նշանակել մարզպետ։ Հիմա ինչ կա։ Հիմա տեսեք, էլի շանտաժի ձևը, էլի խեղաթյուրելու ձևը, որ իբր Նիկոլն էլ, ես չգիտեմ,
Իշխան Սաղաթելը ինչ որ շրջանում մարզպետ անշանակել, բայց նիկոլական որևիցե շրջանակ Իշխան Սաղաթելյանի լսարանը չի դարձել, նիկոլական որևիցե լրատվամիջոց, ասենք Civic KTM-ը կամ այն մյուս լրատվականներ բաները, որ ունեն, Իշխան Սաղաթելյանի մտքերի տարածողը չեն, բայց օրինակ համար ձեր մտքերը ժողովրդի մտքի պղտորման այդ գործընթացը, գործողության պատասխանատվությունը հենց վրա են վերցրել այն լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են ուրեմն հանրապետականի եւ երրորդ նախագահի կողմից շատ հստակ այդ գործընթացը։ Դրա մեջ կարծում եմ որևիցե այդպես ասած փակում բան գոյություն չունի այս պահին։ Ամեն Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանի ինքը Գեղարքունիքի մարզպետն է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում իրանց խմբակցության ղեկավար Սերյան Նոհանյանն եղել է պաշտպանության նախարար, Արմեն Գևորգյանն եղել է փոխվարչապետ, իրանց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն եղել է էկոնոմիկայի նախարար։ Հիմա Բայց ինչու այդ երեք պատգամավորները այդպես ասած չեն հովանավորվում, ասենք այդ լրատվամիջոցների միջոցով չեն հրավիրվում, նրանց տեսակետները չեն մեկնաբանվում, միայն ձեր տեսակետներն են մեկնաբանվում չէ։ Այս էլ բավարար կարծում եմ փաստ է նրա համար, որ կարծում եմ պարզ դառնա, թե ովքեր են կանգնած այս ամբողջ գործընթացի թիկունքում եւ ինչ է տեղի ունենում։ Ես այդ ռուպերը, որ գործամացել, իզուր չեմ գործածել, որտեղ ռուպերը գիտեք, չէ՞, ինչպես է։ Մարդիկ առնում են ձերը, դրա մեջ խոսում են, այդ ռուպերը միայն ձայն տարածումը մեծացնում է։ Մարդկոց էս դնում մեջը աշխատում է։ Այս մարդիկ էլ Նարեկ Մանյանը, Էդգար Ղազարյանը, մյուսներ այս նույն ռուպերի դերն են կատարում։ Ռուպերի մեջ մարդկոց էս դնում աշխատում, սրանք հավանաբար փող են սրսկում, ինչ-որ բաներ են սրսկում, պատվեր են կատարում եւ հարցազայնում են այդ թեմաները, որոնք պետք է հասարակությանը ուրեմն հիմա հուզեն եւ տարածվեն հասարակության մեջ։ Ժողովուրդ ջան, իսկ կարծեմ շատ խոսեցի, 1 ժամ ու կես տևավ իմ լայվս, հուսով եմ, որ ձանձրացած չեմ լինի ձեզ։ Պիտի ներեք մի քիչ տեխնիկական այս խանգարումները, որ եղան այս առաջին անգամ այս սպորտում այս ձևաչափերից օգտվեմ, մի քիչ դժվար էր միացնել, փորձել էի, ձայնը գալիս էր, հետո ասեցի, որ ձայնը չի լսվում, պարտավորվեցի գնալ ֆոնի վրա, իսկ միացնել մի քիչ այս մեկում եղավ։ Հույսով եմ, որ շատ ցակուցրիվ չել եմ մտքերից, բայց հիմնականում իմ ասածը սա է, որ այս մարդիկ շարունակում են ձեզ էշի տեղ դնել եւ խաբել։ Իդեպ ես Էդգար Ղազարյանին մի հատ էլ ուզում եմ եղբայրաբար մի հատ հարց տամ, ուսում եմ, որ այդ հարցի պատասխանը կտա։ Երբ ինքը մարդկանց էսի չգիտեմ Հակուկապինա խնդիր սարքում, թե ինչու եք այսպես ներկայացել։ Մի հատ ինձ ասեք, այդ իր թիկունքում, այդ լայվերի ժամանակ այդ նշանները, որ դրել այդ գերբերը ինչ է նշանակում։ Շարունակաբար Հայաստանի Հանրապետությունից է խոսում, Հայաստանից է խոսում, բայց այդ խաչը, որքան գիտեմ, մեր հայոց առաքելական սուրբ եկեղեցու խաչը չի, այդ գերբը ինչ որ ուրիշ բան է ինձ հիշեցնում։ Մի հատ կարծում եմ խնդրեմ մյուս անգամ այդ դրա մասին բացատրություն տա։ Իդեպ հիշում եմ այն սկզբնական շրջաններում, մինչև մի քանի ամիս առաջ, որտեղ որ հարցազրույցեր էր գնում, իր կոստյումի վրա այս պանկյունին էր նույն նշանը կար, հիմա փոխել է Հայաստանի զինանշանն է դնում, բայց այդ լայվերի ժամանակ այդ թիկունքում տան մեջ ամենտեղ այդ նշանն է միացած։ Ինձ համար անկեղծ ասած հետաքրքիր է իմանալ ինչա մի քիչ տեղեկություններն էլ շատանա, իմանամ դա ինչա ներկայացնում իրենից։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, որ այդ շուտ 1 ժամ 32 րոպե հետևեցիք ինձ, կարծում եմ ամենաերկար լայվն էր ունեցել եմ, հուսով եմ, որ չեմ ձանձրացել ձեզ։ Այս մարդկանց դիմակները առավել քան եւս պատրված են։ Տեսնում եք Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց եկեղեցու դեմ հարձակումները, հասկացա, որ անիմաստ է։ Այս մարդիկ էլ ես կարծում եմ շուտով լռելու են, դադարելու են, իրենց վերջին այդպես ճիգն ու ջանքն են թափում, որպես այդ իրենց անիմաստ գործողություն այս տլանը, որ մշակել են անիմաստ, որ որից արդյունք չտվող կարողանան միտեղ հասցնել, բայց կարծում եմ բոլորս էլ արդեն հասկացել են, որ տեղ չի հասնելու եւ Հայաստան դաշնակի շատ ճիշտ տրամաբանական եւ խելամիտ, ողջամիտ որոշմամբ այս մարդիկ հայտնվել են հիմա փակուղային վիճակի մեջ։ Իրենց մնում է միայն մեկ բան՝ գործընթացը տանել հասնել ավարտին, իրենց տված խոստումը, որ փողոց են երազում, գնան երազնեն փողոցը, բանակցում են ՊԿՊ-ականների հետ գնան բանակցեն, այդ ստորագրությունները հավաքեն, երբ որ ստորագրությունները պատրաստ եղավ, գնան այդ ստորագրությունների թերթիկը Հայաստան դաշնակից վերցնեն, մտցնեն ազգային ժողով։ Չեն կարողանում մտցնել ազգային ժողով, շատ բարի գործընթացը հայտարարեն ձախողած եւ արդեն պատասխանատվություն են ընդունել եւ կարծում եմ խնդիրները փակված կլինի այդ հիսով։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, լավ մնացեք, մինչեւ մի նոր հանդիպում, սիրելի բարեկամներ, շնորհակալ։